Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող քաղաքագետ Բենյամին Պողոսյանն է, շնորհակալ եմ պարոն Պողոսյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, Ադրբեջանի կառավարությունը հրապարակել է 26 թվականի պետական բյուջեն, ըստ որի ռազմական բյուջեն, ռազմական ծախսերը ավելացնում են եւ ըստ այդմ ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը կազմելու է 5 միլիարդ 120 միլիոն դոլար։ Սրան հակառակ Հայաստանի կառավարությունը որոշել է, որ պետք է կրճատի մեր պաշտպանական ոլորտի ծախսերը 15%-ով, այսինքն սա նշանակում է ըստ իրենց, եթե խաղաղություն ենք բերել, հետեւաբար խաղաղություն է կնքվել, խաղաղություն է լինելու, հետեւաբար մեզ պետք չի ռազմական բյուջեն ավելացնել, որովհետև ասում է ում դեմ ենք զինվում, հա, ըստ էության։ Սրան հակառակ նաև ասեմ, որ թուրքական պետությունների համագործակցության այդ կազմակերպության համաժողովում Ադրբեջանը եւ Թուրքիան նշեցին, հա, դրա կարեւորությունը, ռազմական ծախսերի ավելացման, բյուջեի կարեւորությունը, որ իրենք չեն դադարեցնելու եւ շարունակելու են։ Կարող եք բացատրել։ Ստացվում է, որ Ադրբեջան ում դեմ է զինվում։ Սա նախ հասկանանք, Ռուսաստանի դեմ է զինվում, Իրանի դեմ է զինվում, ում դեմ է զինվում, ոնց որ թե մենք ենք որպես թշնամի ներկայացվում Ադրբեջանում, չէ՞։ Բա Հայաստանը ինչու է այդպես հավատացել խաղաղության վրա եւ կրճատում է մեր ռազմական բյուջեն, մեզ պետք չէ դա։ Տեսեք, նախ ռազմական բյուջեների մասով ընդհանրապես գրեթե ողջ աշխարհում մենք հիմա տեսնում ենք, որ կա ռազմական բյուջեների աճ։ Նայեք ինչ է կատարվում Եվրոպական միության երկրներում, Գերմանիա եւ այլն։ Այո, Միացյալ Նահանգներում կարծես հենց 3 հաստատվեց ռազմական բյուջեն գոնե սենատի կողմից եւ մոտենում է 1 տրիլիոն դոլարի, սա մոտավորապես պատկերացնում ենք ինչ ֆանտաստիկ թիվ է։ Դե Ռուսաստանը ակնհայտ է 3.5 տարի ինտենսիվ պատերազմի մեջ է, կարելի ասել ողջ կոլեկտիվ արևմուտքի հետ։ Հիմա եթե վերադառնանք Հարավային Կովկաս, տեսեք, ինչու է Հայաստանը կրճատում ռազմական բյուջեն, իհարկե ուղղակի երևի որոշում ընդունողները կասեն, բայց իմ տրամաբանությամբ այստեղ երկու խնդիր եմ տեսնում։ Մեկ, դա իհարկե ներքաղաքական է, ուղղված ներքին լսարանին, որովհետև եթե կառավարությունը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է, տեսեք, այստեղ տարբերություն կա։ Դու կարող ես ասել, ես բերում եմ խաղաղություն կամ մոտ ապագայում կլինի խաղաղություն, բայց կառավարությունը հայտարարում է, որ խաղաղությունը արդեն եկել է, սկսած 2025 թվականի օգոստոսի 8-ից։ Նույնիսկ կարծես բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել էր, որ արդեն մոտ 60 օր է խաղաղություն, չգիտեմ 70 օր է եւ այլն, եւ բոլորս ենք հասկանում, որ 2026 թվականի հունիսի խորհրդանական ընտրություններում գոնե արտաքին քաղաքական կոմպոնենտում արդեն խաղաղություն բերելը կամ ճակերտավոր բերված խաղաղությունը լինելու է հիմնական կոմպոնենտներից մեկը գործող կառավարության ձայն ստանալու համար։ Եվ այս համատեքստում իհարկե տրամաբանական է, որ դու կարող ես ասել, տեսեք, եթե արդեն կա խաղաղություն, մենք կարող ենք կրճատել ռազմական բյուջեն։ Մանավանդ մենք պետք է ընդունենք, որ 2025 թվականին ռազմական բյուջեի էական աճ էր տեղի ունեցել։ Հիմա եթե դուք թվերը նայում եք, նույնիսկ կրճատումից հետո 2026 թվականի բյուջեն բացարձակ դրամային արտահայտությամբ ավելի բարձր է, քան 2024-ը։ Այսինքն կառավարությունը կարող է ասել, տեսեք, մենք 2025-ին ունեցանք հսկայական աճ, որովհետև կար 2022 թվականի սեպտեմբերի հարձակում, մեծ թվով գիտենք, որ գործարքներ են կնքվել, զենք ձեռք բերելու եւ այլն եւ այլն։ Հիմա այլևս նման կարիքի աճի կարիք չունենք, բայց ամեն դեպքում տեսեք, նույնիսկ հիմա 26 թվականին չնայած կրճատում ենք, բայց ավելի բարձր է, քան 2024-ը, սակայն իսկը հիմնական խնդիրը դա ներքաղաքականն է։ Որտեղ եթե դու հայտարարում ես, որ դու արդեն բերել ես խաղաղություն, ապա դու կարող ես ասել, տեսեք, մենք ինչ որ չափով 25-ի համեմատ կրճատում ենք 2026 թվականի բյուջեն, եւ օրինակի համար դա կհատկացնենք, չգիտեմ, կրթությանը, առողջապահությանը, ես իհարկե հիմա կոնկրետ թվերի չեմ նայում, որ հասկանանք, օրինակ այլ ոլորտներում ինչ կա, գիտեմ, որ մոտավորապես 1 միլիարդից մի փոքր ավել դոլար ուղղվելու է միայն մեր արտաքին պարտքի տոկոսների վճարմանը, եւ ամենամեծ ծախսը, ինչպես միշտ, իհարկե դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն է, կենսաթոշակներ եւ այլն եւ այլն, բայց ներքաղաքական նպատակներով։ Այո, ներքաղաքական տեսակետից դու կարող ես ասել, քանի որ ես արդեն բերել եմ խաղաղություն, եւ 2025-ին եղել է ռազմական բյուջեի էական աճ, հետեւաբար ես հիմա ռազմական բյուջեն կրճատում եմ, եթե թվերը ճիշտ եմ հիշում, մոտ 15% կար այնտեղ, կրճատում եմ 15%-ով, տեսեք, այն շարունակում է մնալ ավելին, քան 2024-ը, եւ միևնույն ժամանակ այս կրճատված գումարները կուղղվեն, չգիտեմ, առողջապահություն, կրթություն, ենթակառուցվածքներ եւ այլն եւ այլն։ Հիմա նայենք Ադրբեջանի տեսակետից։ Դե Ադրբեջանում ընդհանրապես ընտրությունների հետ կապված խնդիր չկա, այնտեղ բոլորը գիտեն ընտրությունների արդյունքները ընտրություններից շատ ժամանակ առաջ եւ ընդհանրապես ընտրություն էլ չկա։
Ալիևը վերընտրվել է 2024-ի փետրվարին 7 տարի ժամկետով, այսինքն մինչև 2031 թվական Ադրբեջանում ոչ ոք ընտրությունների մասին չէր մտածելու։ Հիմա ինչու է զինվում Ադրբեջանը։ Ես այստեղ մի քանի բան եմ տեսնում։ Եվ ում դեմ։ Իհարկե ասել որ Ադրբեջանը զինվում է Ռուսաստանի դեմ, դա մեղմացած լուրջ չի լինի, որովհետև անկախ ռուս-ադրբեջանական հարաբերությունները բարձրանում են, իջնում են, մենք երեք էլ տեսանք Դուշանբեում հանդիպում տեղի ունեցավ, պարզ է որ բնականաբար ոչ բոլոր հարցերն են կարգավորվել, բայց սա առանձին թեմա է, ընդհանրապես Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչու են խնդիրներ առկա, ես իմ սեփական տեսակետը ունեմ, բայց ոչ Ռուսաստանի դեմ, որովհետև Ադրբեջանը ինչքան էլ համարի որ ինքը արդեն դարձել է միջին պետություն կամ մոտենում է միջին տերության կարգավիճակին, բոլորն են հասկանում, որ լրիվ տարբեր քաշային կարգերի մասին են խոսում Ռուսաստան եւ Ադրբեջան։ Այստեղ երկու բան կարող է լինել։ Ա. Ադրբեջանում միշտ էլ նշում են, որ ամեն դեպքում իրենք վստահ չեն, որ Հայաստանի ներկա կառավարության քաղաքականությունը, որը տեղավորվում է այդ իրական Հայաստան կոնցեպտի մեջ եւ որը ենթադրում է միայն 29743 կիլոմետր, ավելի կոնկրետ գուցե արդեն 29500, որտեղ 240 կիլոմետրից մի փոքր ավելին ադրբեջանական օկուպացիայի ներքո է, որ մենք պետք է մտածենք միայն դրա մասին, հետեւաբար Արցախը չի մտնում իրական Հայաստանի մեջ, հետեւաբար Արցախի էջը պետք է փակել, իսկ արցախցիներն էլ պետք է կամ ինտեգրվեն Հայաստանում կամ գնան ինտեգրվեն այլ երկրներում։ Ա. Ադրբեջանը վստահ չէ, որ այս դիրքորոշումը Հայաստանում կշարունակվի երկար ժամանակ։ Նույնիսկ ոչ ոք չի կարող վստահ լինել ինչ կլինի 2026-ի հունիսից հետո։ Նույն 2026-ի հունիսից հետո մենք կարող ենք ունենալ այլ կառավարություն, որը արտաքին քաղաքականության, նույն Ադրբեջանի հետ հարաբերություններում, Արցախի հետ եւ այլն կարող է ունենալ տարբեր դիրքորոշումներ։ Հետաբար Ադրբեջանի տրամաբանության մեջ իրենք միշտ պետք է ռազմական առումով լինեն Հայաստանից էականորեն ավելի ուժեղ, որովհետեւ անկախ նրանից թե ով կլինի Հայաստանի հաջորդ կառավարությունը, նույնիսկ եթե գան մարդիկ, ովքեր ասեն, գիտեք ինչ կա, Արցախահայերի վերադարձը Արցախ, միջազգային ներկայությամբ, միջազգային երաշխիքների ներքո մեր համար պարտադիր պայման է խաղաղության պայմանագիր ստորագրելու եւ այլն եւ սկսեն այդ հարցը նորից դնել շրջանառության մեջ, այսինքն պահանջել Ադրբեջանից, որպեսզի նա համաձայն լինի, որպեսզի արցախահայերը վերադառնան Արցախ, այնտեղ լինի միջազգային ներկայություն, ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր եւ այլն, բնականաբար Ադրբեջանը ասելու է ոչ, սակայն ըստ Ադրբեջանի, եթե ինչ-որ մի ժամանակ ուժերի բալանսը սկսի փոխվել կամ առնվազն չլինի այնքան մեծ իօգուտ Ադրբեջանի, ինչպիսին հիմա է, որոնք են երաշխիքները, որ Հայաստանը չի սկսի խոսել սպառնալիքների լեզվով։ Վերջնաշով վերջին 5 տարում Ադրբեջանը սկսած 2020-ի պատերազմից հետո մեզ ուղղակի ավելի պարզ լեզվով ասած խոսել է սպառնալիքների լեզվով։ Արեք սա, հակառակ պարագայում կլինի պատերազմ։ Ընդ որում ոչ միայն սպառնալիքներ, այլև նաև իրական ներխուժումների 21 թվական եւ հիշենք 2022-ի սեպտեմբեր ջերմուկ 2 օր ինտենսիվ պատերազմ էր։ Հիմա Ադրբեջանը մտածում է, որպեսզի չլինի այնպես, որ X ժամանակ անց, հիմա դա կլինի 2030-ին թե 2033-ին, արդեն Հայաստանը չսկսի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով, ասել գիտեք ինչ կա, կամ, չգիտեմ, վերականգնում եք Արցախում, Ադրբեջանում ստեղծում եք Արցախի ինքնավար հանրապետություն միջազգային ներկայությամբ, իսկ եթե ոչ, օրինակ համար մեր զորքերն են մտնում Ադրբեջան, Ադրբեջանը միշտ պետք է Հայաստանից լինի էականորեն ավելի ուժեղ։ Այս տրամաբանության շրջանակներում, քանի դեռ Ադրբեջանը հնարավորություն ունի, իսկ գոնե առաջիկա 5-7 տարիներին, չնայած նավթի արդյունահանումը նվազում է էականորեն, բայց դեռևս Ադրբեջանը իրեն կարող է թույլ տալ որոշակի ռազմական գնումներ։ Կարճ ասած, Ադրբեջանը զինվում է մեր դեմ։ Ես կասեի Ադրբեջանը զինվում է, որպեսզի բացառի մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է նույնիսկ ակնարկել, որ հարգելի Ադրբեջան, եթե սա չանես, ապա գիտես ինչ, քո համար կարող է վատ լինել։ Եթե փորձենք շատ ավելի Ադրբեջանը պատրաստվում է ցանկացած սցենարի, որի, թիրախում մենք ենք այնուամենայնիվ։ Նիկոլ Փաշինյանը ասում է բանակը շատ երկրորդական։ Հա, Իրանինը առանձին թեմա է, որ Իսրայելը զինում է, որ հետագայում Իրանի դեմ օգտագործվի եւ այլն, սա այլ թեմա է։ Բայց մենք ենք թիրախում։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է բանակը չէ մեր անվտանգությունը ապահովում, ես չեմ հասկանում ինչա նշանակում մեր լեգիտիմությունն է ապահովում մեր անվտանգությունը։ Եթե դուք դա հասկանում եք, ինձ կբացատրեք մեր հեռուստադիտողին, որովհետև Ադրբեջանի նախագահը մշտապես, նույնիսկ ասել է միջազգային իրավունքը չի գործում, ես ուժի լեզվով եմ, ուժի գործիքի, ուժի միջոցով եմ իմ հարցերը լուծում եւ շարունակում է զինվել։ Նաեւ ադրբեջանական Գաբալա քաղաքում տեղի ունեցած այդ թուրքական համագործակցության պետությունների համագործակցության կազմակերպության համաժողովում Ալիևը ինչ է հայտարարել,
մեջբերեմ նրա խոսքը, ասում է, որ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ եւ երկրորդ երթուղի, ինչպես միջին միջանցքում, այնպես էլ հյուսիս-հարավ միջանցքում։ Նա ասել է, որ ռազմական կարողությունները զարգացնելու հեռանկարից չի հրաժարվելու, մեջբերում եմ նրա խոսքը, ներկայիս աշխարհում ռազմական հզորությունն է ցանկացած երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության հիմնական գործոնը, ասել է նա եւ առաջարկել նույնիսկ մյուս տարի թուրքական երկրների միջև համատեղ զորավարժություններ անցկացնել թուրք-ադրբեջանական վարժանքների օրինակով։ Հիմա Ադրբեջանը շարունակում է զորավարժություններ Թուրքիայի հետ, Իրանի հետ, այլ պետությունների հետ։ Հայաստանը հրաժարվում է հիմնականում։ Ադրբեջանը զինվում է։ Ադրբեջանը նշում է, որ չեն հրաժարվելու, այդ զարգացնել ռազմական կարողությունները եւ այդ ամենակարևոր գործոնն է։ Հայաստանին հիշում եք, ասում էր, որ զենք չպետք է ձեռք բերես, քեզ հզոր բանակ պետք չի, բառացի չեմ հիմա ասում, դա էր ասում, բայց Ադրբեջանը ճիշտ է, դեռ պետք է մեզ ասես ինչ զենք ես ձեռք բերում, ինչի ես ձեռք բերում։ Հիմա չի ստացվում, այն որ դուք հիշում եք մի հարցազրույցում ինձ հետ ասում եք, որ Ադրբեջանը ամեն կերպ ձգտելու է, որպեսզի Հայաստանը դառնա թույլ ոչ կենսունակ պետություն։ Չի ստացվում, որ Հայաստանի իշխանությունները կատարում են Ալիևի հրահանգները նաև այդ իմաստով, անվտանգային իմաստով, եւ մեզ նպաստում են Հայաստանի ոչ կենսունակ, թույլ պետություն լինելուն, դառնալուն։ Տեսեք, ես շարունակում եմ մնալ այն կարծիքը, որ իհարկե Ադրբեջանի ռազմավարությունն է Հայաստանը մշտապես տեսնել թույլ եւ ոչ կենսունակ, եւ ես նշեցի նաեւ այն պատճառով, որպեսզի երբևէ հետագայում Ադրբեջանը չառնչվի մի իրավիճակի, երբ Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ խոսել ճակերտավոր լեզվով, ճակերտավոր ասած շանտաժի կամ սպառնալիքների լեզվով։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության հայտարարությանը, որ բանակը միայն չի կարող լինել անվտանգության երաշխավոր, դա նաեւ մեր լեգիտիմությունն է։ Դա ինչ է։ Ինչքանով ես եմ կարող դա հասկանալ, երևի թե ենթադրվում է, որ եթե Հայաստանը, այսպես ասենք, հավակնություններ չի ցուցաբերում իր սահմաններից դուրս, ապա միջազգային իրավունքի համատեքստում Հայաստանի վրա ավելի բարդ կլինի իրականացնել ռազմական հարձակում կամ ռազմական ճնշում։ Երևի թե ես փորձում եմ բարձրաձայն մտածել։ Տեսեք, երբ 2020 թվականին Ադրբեջանը հարձակման անցավ, խոսքը 2020-ի պատերազմի մասին է 44 օրյա, եւ մենք տեսանք, որ առանձնապես աշխարհը ոչ ոք չարձագանքեցել բացասական ձևով։ Պատճառը ո՞րն էր, որովհետեւ բոլորն էլ ասում էին, դե գիտեք ինչ կա, առնվազն Արցախից դուրս գտնվող, նախկին լղիմից դուրս գտնվող այդ 7 շրջանները, բոլորս ենք հասկանում էինք, որ այս կամ այն ձևով դրանք պետք է վերադարձվեին Ադրբեջանին։ Ես ասում եմ միջազգային հանրության արձագանքը։ Եվ եթե դա չստացվեց բանակցություններով, հիմա Ադրբեջանը իր տարածքային ամբողջականությունն է վերականգնում, հետեւաբար դա այս կամ այն կերպ կարելի է արդարացնել միջազգային իրավունքի տեսակետից։ 2020 թվականին միջազգային հանրության փաստացի արձագանքը դա էր, որ իհարկե վատ է, որ Ադրբեջանը դիմում է ուժի, բայց վերջին հաշվով նա ազատագրում է իր տարածքները, միջազգային իրեն պատկանող, հետեւաբար դա արդարացված է։ Ես կարող եմ ենթադրել, որ կառավարության տեսակետից Հայաստանի կառավարության տեսակետից, եթե Ադրբեջանը լայնածավալ հարձակում է իրականացնում Հայաստանի նկատմամբ, ապա այս տրամաբանությունը այլևս չի կարող գործել։ Հիմա դուք կարող եք ասել, բայց 3 ներխուժումներ եղան Հայաստանի տարածք, 21-ի մայիս, 21-ի նոյեմբեր եւ լայնածավալ 22-ի սեպտեմբեր, բայց երևի թե կառավարությունները մտածում են, որ այո, բայց 22-ի սեպտեմբերից հետո եղավ հստակ բացասական արձագանք, օրինակ նույն Եվրամիությունը այստեղ ուղարկեց դիտորդներ, որոնք ինչ որ չափով, փոքր չափով, բայց որոշակի զսպիչ դեր խաղում են, ես գոնե այսպես եմ հասկանում, որ այսպես ասենք, միջազգայինորեն ճանաչված պետության տարածք օկուպացնելը շատ ավելի խնդրահարույց է, քան վիճելի տարածք օկուպացնելը, հետեւաբար, եթե Հայաստանը իր գործունեությունը սահմանափակում է միայն, այսպես ասենք, այս 29743 կամ փաստացի 29500 քառակուսի կիլոմետրի վրա, հետեւաբար Ադրբեջանի համար ավելի խնդրահարույց կլինի օրինակի համար հարձակվել եւ գրավել Սյունիքի մարզը, քան հարձակվել է գրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանը, որը ասենք խորհրդային Ադրբեջանի Քելբաջարի շրջանն էր։ Հիմա ինչքանով է սա իրատեսական, ցավոք ես պետք է ինչ-որտեղ համաձայնվեմ Ադրբեջանի նախագահի հետ, որ մենք տեսնում ենք, որ միջազգային իրավունքը աշճանաբար իր դիրքերը զիջում է։ Իսկ դա միայն Ադրբեջանի նախագահը չի ասում, դա նաև մասնագետներն են ասում, փորձագետները, որ մենք գտնվում ենք մի շրջանում, սա այսպես ասենք, կոչենք միաբևեր աշխարհից անցման process, մենք չգիտենք հիմա սա կավարտվի երկբևեռ աշխարհով թե ինչով կավարտվի, բայց միջազգային հարաբերությունները որոշակի
անցում են կատարում մի փուլից մյուս փուլ, իսկ ցավոք սրտի նմանատիպ բոլոր անցումների ժամանակ միջազգային իրավունքի դերը սկսում է նվազել, մենք տեսնում ենք ավելի շատ կոնֆլիկտներ եւ ցավոք մենք տեսնում ենք, որ ուժի կիրառումը ավելի ու ավելի մեծ դեր է ստանում միջազգային հարաբերություններում։ Բայց եթե նայենք վերջին 2 տարում ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում, սկսած 2023-ի հոկտեմբերի 7-ից կամ ինչ տեղի ունեցավ Իրանի հետ 2025 թվականի հունիսին, ապա ցավոք պետք է արձանագրենք, որ լեգիտիմությունը, ընդ որում լեգիտիմություն ասելով, եթե հասկանում ենք, որ տվյալ պետությունը միայն իր միջազգայինորեն ճանաչված տարածքում է, հետեւաբար պետության միջազգայինորեն ճանաչված տարածքների վրա հարձակվելը եւ օկուպացիան դա շատ բարդ բան է եւ այսպես ասենք դա որոշակի զսպիչ դեր կարող է խաղալ այն պետության համար, որը ցանկանում է հարձակվել։ Ցավոք սրտի մենք պետք է արձանագրենք, որ դա այդքան էլ այդպես չէ։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ կարող են նել Սիրիային։ Հիմա Սիրիան ունի միջազգայինորեն ճանաչված տարածք, բայց որ նայենք ինչ է կատարվում այդ Սիրիայի միջազգայինորեն ճանաչված տարածքում, մի մասում շարունակում են մնալ ամերիկյան զորքեր։ Փաստացի ստեղծվել է ինքնավարություն քրդական, որին աջակցում են ամերիկացիները, հիմա կարծես թե ուզում են զորքերի մի մասին հանել, մի մասը կմնա։ Հատկապես Ասադի տապալումից հետո հարավում Իսրայելը զգալի տարածքներ վերցրեց։ Թուրքիան նաև։ Թուրքիան դեռ 2016-ից սկսած հյուսիսային հատվածում Աֆրինից համարյա մինչև Հասեկե որոշակի տարածքներ կան, որ Թուրքիայի փաստացի օկուպացիայի ներքո են եւ դարձել են Թուրքիա։ Այսինքն այնտեղ կա թուրքական լիրա, գործում է թուրքական փոստ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ֆորմալ բոլորը հայտարարում են, որ իհարկե մենք բոլորս պահանջում ենք, մենք բոլորս պաշտպանում ենք Սիրիայի միջազգայինորեն ճանաչված տարածքները։ Այսինքն ֆորմալ առումով ոչ ոք չի ասում, Էրդողանը չի ասում, որ այո, ես օկուպացրել եմ Սիրիայից 10% եւ շարունակել եմ օկուպացնել, բայց փաստացի օկուպացիան շարունակվում է եւ Կիպրոսի նման սա կարող է շարունակվել, չգիտեմ, առաջիկա 50 տարիների ընթացքում։ Հետեւաբար այս տրամաբանության մեջ այն փաստարկը, որ անվտանգության էական գործոն կարող է լինել լեգիտիմությունը, միջազգային լեգիտիմությունը, գուցե դա աշխատում էր 1990-ականներին եւ 2000-ականների սկզբին, երբ միանշանակ միաբևեռ աշխարհել բոլոր առումներով, ռազմական, տնտեսական եւ այլն, եւ կոպիտ ասած, եթե Միացյալ Նահանգները ասում են այս պետությանը ձեռք մի տվեք, ուրեմն որևէ մեկը այդ պետությանը ձեռք չէր տալիս, որտեղ բոլորը հասկանում են, որ հակառակ պարագայում մեծ քերին կգա եւ քո ականջների կքաշի։ Հիմա մեծ քերին մնացել է ռազմական իմաստով էլի Միացյալ Նահանգները շարունակում են մնալ անգերազանցելի, բայց տնտեսական իմաստով արդեն կա Չինաստան, աշխարհաքաղաքական իմաստով միայն մեծ յոթնյակ չի, կա BRICS+ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, եթե փորձեմ ամփոփել, այն փաստարկը, որ պետության միջազգայինորեն ճանաչված սահմանների վրա հարձակումը գրեթե անհնար է կամ այդ միջազգային լեգիտիմությունը լուրջ գործոն կարող է լինել քո դեմ ագրեսիայի զսպման գործում, չեմ կարծում, որ հիմա դա լուրջ վալիդ փաստարկ է, գոնե սկսած երևի 2010 թվականից հետո, ընդ որում նորից եմ ասում, եթե օրինակ 2003 թվականին Ամերիկան հարձակվեց Իրաքի վրա, բոլորս ենք հասկանում, որ դա միջազգային իրավունքի խախտում էր։ Բայց դա գոնե ընկալվում էր այսպես, դե կա մի հատ գերհզոր Միացյալ Նահանգներ, դու պետք է նրա հետ լեզու գտնես։ Լեզու չգտար, քո վիճակը շատ բարդ է։ Երկիր հետ ոչնչացնում են, քեզ էլ կախաղան են բարձրացնում, ինչպես արեցին Հուսեյնին։ Բայց եթե Ամերիկայի հետ լեզու ես գտնում, ասում են քո համար հանգիստ ապրիր, առևտուր, բիզնես, տեխնոլոգիաներ, գլոբալիզացիա եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ցավոք սրտի նույնիսկ այդ վիճակում էլ չենք, որ գոնե մենակ Միացյալ Նահանգների հետ ես լեզու գտնում եւ քո բոլոր հարցերը ապահովված են։ Դու Հարավային Կովկասը համեմատես նրա հետ։ Հա, բայց տեսեք, պարոն Պողոսյան, ես ինչու եմ հակված, որ դուք ավելի շատ եք հետևում միջազգային լրահոսին եւ հատկապես Ադրբեջանի, հա, ինֆորմացիոն դաշտին։ Տեսեք, ես հակված եմ, որ սա հերթական անգամ Հայաստանի իշխանությունները իրենց այս քայլով կատարում են Ալիևի պահանջը։ Տարիներ առաջ դեռևս հա Ալիևը հայտարարեց առաջինը, Ալիևը հայտարարեց, որ պետք է սահմանադրությունը փոխեք։ Փոխում են, ուղղակի փաթեթավորում են, թե իբրև թե մեր սահմանադրությունը ատելի Հայաստանի Հանրապետության կողմից եւ այլն, ինչ ասեք, ասեցին, փաստ է Ալիևը պահանջը դրեց ու անում են։ Երկրորդը, փաստ է, որ Ալիևն էր հայտարարել դեռ COVID-ի ժամանակ, երբ որ դիվանագիտական կորպուսի հետ հանդիպում էր, հա, այդ COP29-ի ավելի ճիշտ, COP29-ի ժամանակ հայտարարեց, որ բանը ուրիշ սիմվոլներ օգտագործեք, այդ արարատը հանեք, ուրիշ լեռների անուն դրեք, ասեց, անում են, ասեց չպետք է զինվեք, չեն զինվում։ Ալիևը թքած ունի միջազգային իրավունքի վրա։ Միջազգային քրեական դատարանը որոշումներ կայացրել, Ալիևը անտեսեց, իսկ Արևմուտքը Ալիևի նկատմամբ որևէ սանկցիա կիրառեց, որ դու արհամարեցիր միջազգային ատյանի որոշումը։ Ոչ։ Հետևաբար ես կարող եմ մտածել, որ Նիկոլ Փաշինյանը
կատարում է հերթով հատ Ալիևի պահանջները, եթե հիմա օրինակ բան լինեի, ես իմանայի մեր զրույցեսուղությամբ եք գնալու, ես կհանեի հատիկ Ալիևը, որը որ թվին է ասել, Էրդողանը, որը որ թվին է ասել, եւ ինչպես են իրենք այսպես հանգիստ հլու հնազանդ կատարում։ Եվ ամենակարևորը, ադրբեջանական զորքը ինչ գործ ունի Հայաստանի սուվերեն տարածքում։ Իսկ միգուցե Փաշինյան պայման դներ, գերիների մասին չես խոսում, հա, Բաքվում գտնվող գերիների, անհետ կորածների, ոչ մի բանի մասին չես խոսում, միջազգային բաներից, հայցերից հրաժարվում ես։ Լավ, կարող է պայման դնես, ասես, պաշտոնապես իրենք ասում են 200 քառակուսի, չէ, որ հա 200 կամ 200 մի փոքր ավել, այսինքն այդ քո ասած 29743 29500 հա, բայց ըստ ոչ պաշտոնական տվյալների, օրինակ Հրանտ Բագրատյանը եւ այլ գործիչներ փաստացի ներկայացնում են, հա, նաեւ փորձագետներ ներկայացրել են, հա, արբանյակային լուսանկարներ, փաստեր, որ 200 քառակուսի չի բանով։ Հիմա ադրբեջանական զորքը գտնվում է քո ինքնիշխան տարածքում։ Եթե դու այս երկրի ղեկավարն ես, դու կարող ես պայման դնել գոնե, որ այդ զորքը պետք է դուրս գա տարածքիցդ։ Հետո նոր դու կարողանաս խոսել խաղաղության մասին, որևէ բանի մասին։ Քո տանն է թշնամին, քո ռազմավարական բարձունքների վրա նստած է եւ Ալիևներ ասում էր, ես այստեղից բինոկլով հեռադիտակով տեսնում եմ ամեն ինչ եւ առանց տանկերի էլ մտնելու եմ։ Սխալ եմ։ Տեսեք, մի քանի բան, նախ միջազգային քրեական դատարանի հետ կապված, հիմա ինքը Միացյալ Նահանգներն է պատժամիջոցներ սահմանել միջազգային քրեական դատարանի դատավորների դեմ, այն դատավորների, ովքեր օրդեր են տվել Նետանյահուի ձերբակալման համար։ Չմոռանանք, որ հիմա Նետանյահուն էլ, ինչպես օրինակ Ռուսաստանի նախագահը չէ, համարվում է, մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ, բայց հիմա Միացյալ Նահանգները, որը ենթադրաբար պետք է լիներ միջազգային իրավունքի պաշտպան, ինքը հիմա պատժամիջոցներ է կիրառում միջազգային քրեական դատարանի դեմ, ասելով, որ գիտեք ինչ կա, Նետանյահուն մեր բարեկամն է կամ ընկերն է, եւ իհարկե ներկայիս Միացյալ Նահանգների նախագահի տրամաբանությամբ, քանի որ ամեն ինչ շատ անձնական է, ասոցացված է ընկերների եւ այլի տրամաբանության մեջ, բայց սա նաեւ ցույց է տալիս, որ միջազգային իրավունքը ինչքան վատ վիճակում է, որտեվ նախկինում բոլորը մտածում էին, որ Միացյալ Նահանգները դա հետպատերազմյան, նկատում եմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված այս միջազգային կարգի ճարտարապետն է եւ պաշտպանը։ Եվ այս միջազգային կարգի մեջ մտնում էին նաեւ միջազգային իրավունք, միջազգային քրեական դատարան եւ այլն։ Հիմա Միացյալ Նահանգները ինքը այս որոշ հենասյուներ ինքն է քանդում, ինչը եւս գալիս է ապացուցելու մեր այն քննարկած պնդումը, որ հույս է դնել, որ միջազգային իրավունքը կամ միջազգային լեգիտիմությունը կարող է էական դեր խաղալ քո երկրի պաշտպանության համար կամ զսպել որևէ ագրեսիան, ցավոք ոչ։ Մենք ավելի ենք տեսնում, որ այսինքն նախկինում էր այդպես, հիմա շատ ավելի ցցուն, որ ամեն ինչ կամ պետությունների շահերի մեջ է, կամ ղեկավարների անձնական ընկալումների եւ ամբիցիաների շրջանակում։ Սա մեկ։ Երկրորդ, սահմանադրության փոփոխության հետ կապված։ Տեսեք, այն, որ Հայաստանում սահմանադրությունը ցանկանում են փոխել սկսած 2018 թվականից, դա կա, բայց նաեւ փաստ է, որ ոչ ոք չէր խոսում անկախության հռչակագրից հղումը հանելու մասին։ Հետևաբար ցուցիչ, ինչքանով է Ադրբեջանի պահանջը հաշվի առնվել թե ոչ, կլինի այն ժամանակ, երբ իսկ կարծես թե արդեն հաջորդ տարվա սկզբին պետք է հրապարակվի այդ սահմանադրության նախագիծը։ Դե արդեն ասում են հանելու են։ Հիմա, եթե ես գրեթե վստահ եմ, որ սահմանադրությունում կլինեն ենթադրենք 100 փոփոխություն։ Հիմա, եթե այդ պիտի անեն, որ նա չերևա։ Եթե այդ 100-ի մեջ լինի նաև այն փոփոխությունը, որ եկեք անենք անկախության հռչակագրից հողում, մենք կարող ենք պնդել, որ այո, սահմանադրության փոփոխությունները ներառում են նաև Ադրբեջանի պահանջը։ Իսկ եթե օրինակամար լինեն տարբեր փոփոխություններ, ասենք, չգիտեմ, տարբեր ուժերի միջև պետության, դատական, իշխանություն, օրենսդիր, գործադիր լիազորությունների որոշակի վերաբաշխում եւ այլն, մենք կարող ենք ասել, որ այո, իհարկե, բոլորս ենք հասկանում, որ 2015 թվականին ընդունված սահմանադրությունը իդեալական չէր, որ նա ընտրված վարչապետին շատ մեծ լիազորություններ էր տալիս եւ այլն, հետաբար փոփոխությունները ճիշտ են։ Բայց եթե լինի 100 փոփոխություն, որից մեկը վերաբերում է անկախության հռչակագրից հողումը հանելուն, բարձր է, որ առնվազն դա Ադրբեջանի պահանջով է, որովհետեւ ես ներքին կյանքին շատ ինտենսիվ չեմ հետևում, բայց երբեք չեմ հիշում, որ օրինակ 2018-ին, նույնիսկ 2021-ին, նույնիսկ 2022-ին, 2023-ին, երբ խորհուրդներ աշխատում եւ 23-ի վերջին նույնիսկ փոփոխությունների հայցակարգ ներկայացվեց, բայց հետո ասվեց, որ մեզ փոփոխություններ պետք չեն, պետք է նոր սահմանադրություն, դա արդեն 2024-ի սկզբին էր։ Երբեք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ չի քննարկվել անկախության հռչակագրի հեռացումը։ Քննարկվել է ինչ ասես, կայուն մեծամասնության դրույթից հրաժարումից մինչև, չգիտեմ, եկեք վերականգնենք Գերագույն դատարան կամ ընդհակառակը սահմանադրականը միավորենք վճարաբեկ դատարան հետ եւ այլն։
Հետևաբար այստեղ ես ինքս գոնե սպասում եմ, երբ կհրապարակվի այդ համանդրության նոր համանդրության նախագիծը, որը կարծես թե ըստ արտադրության նախարարի հրապարակվելու է 2026-ի սկզբին։ Հա, բայց արդեն իսկ հայտարարել են եւ արտադրության նախարարը եւ Փաշինյանը տարբեր առիթներով եւ այլ ԿՊԱ-ականներ, պաշտոնյաներ հայտարարել են, որ այո, հռչակագրին հղումը դուրս է գալու։ Եվ այդ 4-րդ այդ հանրապետություն գծվածը, այդ ամեն ինչը ասում էին այդ, հա, սկզբից նախապատրաստում էին։ Հող էին նախապատրաստում, որ չասենք, որ Ալիևի պահանջն եք բանան, բայց հստակ անում են Ալիևի պահանջը եւ պայմանը դրված է։ Դե որքան ես գիտեմ, այս համանդրության տեքստը նաև քննարկում է համանդրական հանձնաժողովը, կամ համանդրական խորհուրդ նույնիսկ։ Հիմա տեսնենք այդ խորհուրդը ինչպես կքննարկի, չէ՞, որովհետև փոփոխությունները համանդրական խորհրդում են քննարկվում, բայց ամեն դեպքում արդյունքում, եթե մենք փաստացի ունենանք համանդրության նախագիծ, արդեն պաշտոնապես ներկայացված, որը հետո պետք է գնա խորհրդարան, այնուհետև հանրաքվեի դրվի եւ այլն, որտեղ չի լինի անկախության հղում անկախության հռչակագրին մի շարք այլ փոփոխություններով, ապա մենք կարող ենք ասել, որ 100 փոփոխություններից 99-ը արվել են հաշվի առնելով ներքին կյանքի զարգացումները եւ այլն, բայց այդ 100 փոփոխություններից մեկը անկախության հռչակագրի հղման հանումը արվել է Ադրբեջանի պահանջով, որտեղ նախկինում մինչև Ադրբեջանի այս մտասևեռումը սահմանադրության եւ անկախության հռչակագրի վրա, որը մեկը Հայաստանում դա չէր քննարկում։ Չնայած ես ինքս բազմաթիվ անգամ նշել եմ, որ իմ գնահատմամբ սա ոչ թե նախապայման է, պայմանագրի ստորագրման, այլ պատրվակ։ Եվ որն է պատրվակի եւ նախապայմանի տարբերությունը, որտեղ եթե անկախության հռչակագրի հղումը մեր սահմանադրության մեջ ընդհանրապես պատրվակ է Ադրբեջանի համար ձգձգելու կամ խուսափելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից, ես էականորեն վստահ եմ, չեմ կարող ասել 100%-ով, որովհետեւ քաղաքականության մեջ ընդհանրապես չես կարող նման պնդումներ անել, բայց ես էականորեն վստահ եմ, որ նույնիսկ եթե ընդունենք, որ Հայաստանում կընդունվի հանրաքվեով սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին, ոչինչ չի խանգարում, որպեսզի Ալիևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելու փոխարեն հայտարարի եւս մեկ նախապայման պատրվակի մասին։ Այսինքն ես վստահ չեմ, որ եթե նույնիսկ մենք ընդունենք նոր սահմանադրություն, որտեղ չի լինի հղում անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը պատրաստ է ստորագրել եւ վավերացնել այն համաձայնագիրը, որը նախաստորագրվեց Վաշինգտոնում եւ որի տեքստը հրապարակվեց 2025 թվականի օգոստոսին։ Իմ գնահատմամբ սա ընդհանրապես ոչ թե նախապայման է, այլ պատրվակ, բայց անկախ նրանից սա նախապայման է թե պատրվակ, եթե դա բավարարվի համանդրական փոփոխությունների համատեքստում, կարող ենք ասել, որ այդ X թվով փոփոխություններից գոնե մեկը արվել է Ադրբեջանի պահանջով, բայց նորից եմ ասում, քանի որ իմ գնահատմամբ սա պատրվակ է, ոչ թե նախապայման, ընդհանրապես կարող է հարց առաջանալ, իսկ ինչու ենք մենք դա անում։ Որտեղ տեսեք, կան մարդիկ, որոնք կարող են ասել, դե հիմա եթե խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին խոչընդոտը այդ անկախության հռչակագրի հղումն է, այսինքն դրանից հետո մենք հաստատ գիտենք, որ մենակ դա չէ։ Դա եմ ասում։ Եթե կան մարդիկ, ովքեր կարող են մտածել, տեսեք, եթե խաղաղության պայմանագրի ստորագրման վերջին խոչընդոտը անկախության հռչակագրի հղումն է սահմանադրության մեջ, եւ մենք վստահ ենք, որ այդ հղումը հանելուց հետո Ադրբեջանը կստորագրի, կվավերացնի խաղաղության պայմանագիրը, ապա վերջին հաշվով դա մեր համար շատ ծանր է, բայց եկեք դրան գնանք։ Բայց դուրս եմ ասում, ես բոլորովին էլ վստահ չեմ, որ եթե նույնիսկ ունենանք սահմանադրություն, որը չի ունենա հղում անկախության հռչակագրին, ապա Ադրբեջանը նախաստորագրված պայմանագիրը կստորագրի եւ կվավերացնի։ Ոչինչ չի խանգարի Ալիևին նոր նախապայմաններ առաջ քաշել, սկսած Արևմտյան Ադրբեջանից, վերջացած, ինչպես ասում են, Ադրբեջանում մարդկանց երևակայությունը գոնե իշխանությունների բավականաչափ վառ է։ Մի ճշտում կատարեմ եւ հարցի շարունակությանը, հա, անդրադառնանք։ Այսինքն չի ստացվում, որ այդպիսով հաշվի առնելով, որ հռչակագիրը մեր պետության հիմնարար փաստաթղթերից մեկն է, մեր պետության, երրորդ հանրապետության, չի ստացվում, որ Ալիևը եւ Փաշինյանը այդպիսով լուծարում են Հայաստանի Հանրապետությունը։ Դե եթե հաշվի առնենք, որ վարչապետը արդեն առաջ է քաշել եւ կարծես թե իշխող կուսակցության համագումարում հայտարարվեց, որ մենք սկսում ենք, եթե ճիշտ եմ հիշում, հիմա բառացի, չէ, սկսում ենք գործընթաց 4-րդ հանրապետության ստեղծման եւ վերջերս էլ վարչապետը նշեց, որ երբ որ հարցերին իսկ ինչ տարբերություն 3-րդի եւ 4-րդի միջև կամ ընդհանրապես ինչու ենք անցնում 4-րդի, չեն ասել, որ 3-րդ հանրապետությունը ստեղծված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, մոտավորապես եմ ասում, ապա 4-րդ հանրապետությունը պետք է ստեղծվի խաղաղության տրամաբանության վրա, ապա ինձ թվում է գործող իշխանությունները չեն էլ թաքցնում, որ այո, իրենք, որտեղ եթե դու ասում ես, ես անցում եմ կատարում 4-րդ հանրապետության, հիմա 3-րդ հանրապետությունը փաստացի վերանում է, հիմա դա կոչենք լուծարում, կոչենք հետեւաբար ստացվում է Ալիևի պահանջով լուծարվում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը։ Այդպես է ստացվում։ Կարելի ասել, որ եթե նորից եմ ասում, անկախության հռչակագիրը Ալիևի պահանջով հանվում է,
իսկ դա երրորդ հանրապետության հիմնասյունն էր, հետեւաբար դու էլ ստեղծում ես 4-րդ հանրապետություն, մոտավորապես այո, մենք ունենում ենք ինչ-որ տնտեսական շրջան։ Այո, դա ենք։ Հարցի շարունակությանը, խնդրում եմ անդրադարձեք, երբ որ թշնամին հակառակորդը ինչ բառով ուզում եք ասեք, ուզում եք ուղղակի Ադրբեջան ասեք, իր զորքը գտնվում է քո սուվերեն տարածքում, դու ինչպես կարող ես խոսել լեգիտիմության մասին, դու ինչպես կարող ես խոսել խաղաղության մասին, հա։ Ես օրեր առաջ զրուցում էի միջազգային իրավունքի մասնագետ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ, նա շատ բառացի ասեց նաև միջազգային իրավունքի տեսանկյունից, օտարերկրյա տարածքում գտնվող զորքը ագրեսիա է, զորքի շարունակական պահպանումը ոչ տվյալ երկրին պատկանող տարածքում շարունակական ագրեսիա է, ագրեսիայից հետևաբար պետք է պաշտպանվել, ագրեսիայի հետ չի կարելի խաղաղ գոյակցել, ասում եմ, մեզ մոտ ագրեսիան ներկայացվում է իշխանությունների կողմից որպես խաղաղության հետ ներդաշնակեցված process, խաղաղությունը առանց ճշմարտության ու արդարության չի կարող ձեռք բերվել, հիմա ագրեսիան, թշնամին, զինված մեր տարածքում է, մեր տանն է, հետևաբար, եթե որևէ իշխանություն, Փաշինյանը տվյալ դեպքում, չի կարողանում օգոստոսի 8-ին լիներ Վաշինգտոնում, լիներ նոյեմբերի 9-ին, հա, այդ ստորագրելիս, կապ չունի որտեղ, Ռուսաստանում, Վաշինգտոնում, թե որևէ տեղ, թե Բաքվում լինի, եթե չի կարողանում Ալիևի առաջ պայման դնել կամ միջազգային հանրության, այդ ովքեր ներկա են ստորագրությանը, որ պետք է ադրբեջանական զորքը դուրս գա մեր տարածքից, ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Տեսեք, նախ զորքի հետ կապված, եթե մի փոքր դիտանկյունը փոխենք եւ նայենք օրինակ Թացեմ ադրբեջանցի են, բայց գոնե ադրբեջանական փորձագետների տեսակետից, որոնց հետ ժամանակ առ ժամանակ կա շփումներ այդ երկխոսության շրջանակներում, տարբեր պետություններում, տեսեք, իրենց դիրքորոշումը մոտավորապես այսպեսին է։ Ոչ ոք չի երգում, որ այո, ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հա, բայց ջերմուկ։ Այո։ Իրենք դա չեն էլ երգում, բայց երբ դու ասում ես, բայց ախր հիմա 200-250 քառակուսի կիլոմետր եւ արդեն 3 տարի, փաստացի 4, որտեղ process-ը սկսվել է 2021-ի մայիսից, երբ առաջին ներխուժումները եղան։ Տեսեք, որն է ադրբեջանական գոնե փորձագիտական շրջանակների արձագանքը։ Իրենք ասում են, լսեք, դուք հիմա ասում եք 4 տարի Ադրբեջանը օկուպացնում է կամ զբաղեցնում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված սահմաններից 250 քառակուսի կիլոմետր կամ 200 քառակուսի կիլոմետր եւ աղմուկ եք բարձրացնում, չէ, դժգոհում եք, ասում եք, սա ինչ է եւ այլն եւ այլն։ Բայց նրանք շարունակում են բերում են հակափաստարկը։ Իսկ ասում են, լավ, երբ մոտավորապես 27-26 տարի լավ, ընդունենք 94 թվականից մինչեւ 2020 թվականը, երբ որ 26 տարի հայկական զորքերը գտնվում էին Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված դիցուկ 11500 քառակուսի կիլոմետր։ Եթե ճիշտ եմ հիշում, Արցախի հանրապետությունը գոնե 20 թվականի սեպտեմբերի 26-ին մոտ 11500 քառակուսի կիլոմետր։ Հա, իրանք ասում են լավ, ուրեմն 250 քառակուսի կիլոմետր եւ 4 տարի դուք ձեզ վատ եք զգում, բողոքում եք եւ այլն։ Բայց երբ որ կար 26 տարի եւ 11500 քառակուսի կիլոմետր, ձեր համար կարծես թե ամեն ինչ նորմալ էր եւ դուք ասում եք եկեք բանակցենք եւ այլն եւ այլն եւ այլն։ Հետևաբար իրենց տրամաբանությամբ, եթե 26 տարի Հայաստանը իրենց տրամաբանությամբ օկուպացրել է Ադրբեջանի 11500 քառակուսի կիլոմետր եւ այսպես ասած Հայաստանում ոչ ոք դրանից չէր հուզվում եւ կյանքը գոհ եւ երջանիկ շարունակվում էր, հետաբար Ադրբեջանը բոլոր հիմքեր ունի առնվազն 26 տարի օկուպացնել առնվազն 250 քառակուսի կիլոմետր տարածք, առնվազն 26 տարի եւ գուցե ավելին եւ հետեւաբար կյանքը կարող է շարունակվել գոհ եւ ուրախ։ Հիմա չեմ ասում, որ մենք այդ տրամաբանությունը պետք է ընդունենք, բայց ուզում եմ ասեմ, մենք պետք է նայենք նաեւ հակառակ տեսակետից եւ նաեւ ադրբեջանցի փորձագետներն ասում են, նայեք, ասում են, ի վերջո միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածքները, իհարկե մենք կարող ենք ասել, բայց դա միջազգայինորեն ճանաչված չէր, գոնե լղիմը անկախացել էր ԽՍՀՄ օրենքներով, դա տարածքային պահանջ չէր, սկսենք նրանից, այնից, որ եթե այսպես ասենք հետ չգանք վերջին 35 տարին քննարկելով, իրենք ասում են վերջին հաշվով այդ տարածքները ինչպես հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Մի բան նույնիսկ եթե կտրվենք դա Ադրբեջանի տարածք, ընդունենք նույնիսկ վիճելի տարածքներ էին։ Համարենք, որ դա վիճելի տարածք էր, որտեղ կար ԵԱՀԿ Մինսկի խումբ, ընթանում էին բանակցություններ, հասկանալի որ խոսքը գնում էր վիճելի տարածքի մասին։ Հիմա վիճելի տարածքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, դա փաստ է։ Եվ իրենք ասում են, ինչպես այդ վիճելի տարածքը հայտնվեց մեր վերահսկողության ներքո։ Մենք բոլորս գիտենք ինչպես, չէ՞։ Ռազմական ուժի կիրառմամբ սկզբում 2020 թվական 44 օրյա պատերազմ, հետո Լաչինի Միջանցքի փակում եւ այն ինչ դեռ ունեցավ 2023-ին։ Եթե նույնիսկ ադրբեջանցի էկոլոգներ լինեին այդ մեր տարածքներում կանգնած, նույնն էի ասելու, որտեղ Լաչինում էկոլոգներով չէ ինչ որ սկսեցին։ Հիշում եք, այդ կեղծ էկոլոգները սկսեցին։ Դե այդպես լավ չի, թող կան Երևանում կանգնեն, ասեն նույն պատճառաբանությամբ, ի՞նչ է։ Այսինքն եթե
մի փոքր իսկ տեսեք նույն միջազգային հանրության եթե մենք ասում ենք բայց Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Եվրամիությունը ինչու Ադրբեջանին չեն պահանջում կամ չեն պարտադրում, որովհետև այս նույն փաստարկները Ադրբեջանը նաև միջազգային հանրությանն է ասում հարգելիներս, երբ որ 11500 քառակուսի կիլոմետր գտնվում էր Արցախի հանրապետության կամ լավ հայության վերահսկողության ներքո, չգնանք Հայաստանի հանրապետություններ եւ այլն, չնայած պարզ է որ Հայաստանի հանրապետությունը այդ process-երում կար, էականորեն, որտեղ մենք հանդիսանում ենք Արցախի հանրապետության անվտանգության երաշխավորը։ Հիմա նույն փաստարկը ներկայացնում է միջազգային հանրությանը, ասում է դուք մեզ ասում եք, այ Ադրբեջանը ինչ վատն է, 4 տարի օկուպացրել է Հայաստանի հանրապետությունից 250 քառակուսի կիլոմետր տարածք։ Բայց ասում է լավ, բա որ Հայաստանը 27 տարի շարունակ օկուպացրել 11500 քառակուսի կիլոմետր տարածք, ինչ է տեղ ունենում եւ արդյունքում մենք այդ տարածքը հետ վերցնենք մենք ռազմական ուժով։ Հետաբարես Ադրբեջանի տրամաբանության շատ կարճ ասեմ, իրենք ասում են հարգելիներս, եթե դուք մտածում եք որ մենք երբևէ այդ տարածքներից դուրս են գալու առանց ռազմական ուժի կիրառման կամ առնվազն առանց ռազմական ուժի կիրառման լուրջ սպառնալիքի, ապա դուք մեղմացած ապրում եք ինչ-որ երազների աշխարհում։ Մեր տարածքներից։ Այո։ Ես խոսում եմ 250 քառակուսի կիլոմետրի վրա, որ իրենք ասում են որ այսինքն ասում են մենք դուրս չեն գալու։ Մոտավորապես այդպես։ Կամ իրենք ասում են որ դուք 26 տարի օկուպացրել եք մեր տարածքները, համբերեք եւս 26 տարի, հիմա 2021-ին գումարեն 26, ինչ անում է 2047, չէ՞ մոտավորապես։ Իրենք ասում են լավ, 26 տարի էլ մենք օկուպացված կպահենք, այ 2047 թվականին հետ կգաք, կասեք դե լավ, 26 տարի պահել եք, արդեն կոպիտ ասած հասկանում եմ որ սա կարող է մի քիչ անհետ է ինչու, բայց 26 տարի դուք եք պահել, հիմա մենք 26 տարի մենք էլ կպահենք, հետո 2047-ին գուցե կմտածենք դուրս են գալիս թե ոչ։ Եթե չեք ուզում, ապա խնդրեմ արեք այն ինչ արեցինք մենք։ Խնդրեմ սկսեք ռազմական գործողություններ, ով է ձեր ձեռքը բռնել։ Իսկ մենք գիտենք ով է մեր ձեռքը բռնել, մեր ձեռքը բռնել է այն, որ Ադրբեջանը հիմա ուժային բալանսի առումով շատ ավելի ուժեղ է, քան Հայաստանը։ Բոլորս ենք հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ դա անել կամ այդպես ենք լավ լոկալ գուցե հնարավոր ինչ որ լոկալ գործողություն անեն ինչ որ տարածքներ հետ բերել բայց եթե սկսում են դա վերաճում է լայնածավալ բախման բոլորս ենք հասկանում որ դա դժվար թե լավ ավարտվի Հայաստանի համար բայց ուզում եմ ասեմ նաև կա այս դիրքորոշում ուսա ներկայացնում են միջազգային հանրությանը որ երբ որ դուք խոսում եք որ արդեն 4 տարի Հայաստանի 200+ քառակուսի կիլոմետր գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի ներքո եւ դա անընդունելի է Խնդրում եմ մի մոռացեք, որ պատմությունը չի սկսվել 2021-ի մայիսից, պատմությունը սկսվել է 90-ականներից եւ 27 տարի 11500 քառակուսի կիլոմետր եւ անկեղծ ասած ես վստահ չեմ դա ինչպես է ընկալվում Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի եւ այլնի մոտ։ Գուցե մարդիկ մտածում են ասում են լավ, դե հիմա եթե այս մարդիկ Հայաստանը վերահսկում էր կամ Արցախի հանրապետությունը կամ ով ինչ ուզում եք ասեք, վերահսկում էր Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքները 26 տարի Հետաբար եթե այստեղ ընդամենը 4 տարի է եւ մենք խոսում ենք ընդամենը 200 քառակուսի կիլոմետրի մասին, կամ նույնիսկ կարևորը չէ 200 քառակուսի պլյուս, մի խոսքով ուզում եմ ասեմ, դաժե վստահ չեմ, որ օրինակ նույն միջազգային հանրությունը Ադրբեջանի վրա սարսափելի մեծ ճնշում կգործադրի։ Հետեւաբար մենք պետք է հասկանանք, որ շատ երկար ժամանակ, դե հիմա պարզ է դա անհետ է պնդել, դե դուք 27 տարի եք արել, հիմա 2021-ին գումարեք 26 կամ 27 տարի, 2046-ին հետ կգանք, հիմա ինչ կլինի 2046-ին չգիտեմ, բայց ես լուրջ կասկածներ ունեմ, որ նույնիսկ եթե այդ դելիմիտացիա process-ը շարունակվի, որտեղ տեսեք, հայ-ադրբեջանական սահմանը հիմա մոտ 1040 կիլոմետր է, եթե ես մոտապես ճիշտ եմ հիշում, ներառյալ Նախիջևանի հատվածը։ Հիմա դելիմիտացվել է 12 կիլոմետր 700 մետր, էլի եթե ճիշտ եմ հիշում, այն Տավուշի հատվածում։ Հիմա կան հատվածներ, որոնք այնքան էլ խնդրահարույց չեն։ Հարյուրավոր կիլոմետրեր սահմաններ կան, որոնք եթե հիմք են ընդունում նախկին խորհրդային միջան վարչական սահմանները, դրանք քիչ թե շատ հնարավոր է դելիմիտացնել։ Ոչ միայն, դրանից հետո էլ արվել է դելիմիտացիա, դեմարկացիա եւ կամ փաստաթղթերը Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ։ Ես ընդհանրապես ուզում եմ ասել, որ նույնիսկ եթե դելիմիտացիա process-ը շարունակվի եւ 12.7 կիլոմետրի փոխարեն մենք ունենանք դելիմիտացված 700 կիլոմետր, բայց այն 340-ը կմնա։ Այսինքն այն հատվածներում, որտեղ դելիմիտացիայի արդյունքում Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս հանի, որովհետև գտնվում է խորհրդային Հայաստանի տարածքներում, այդ տարածքներից Ադրբեջանը զորքերը դուրս չի անելու։ Հետեւաբար կամ դելիմիտացիան կտևի, չգիտեմ, 10 թեմակներ կամ ընդհանրապես չի ավարտվի։ Այսինքն կդեմիլ մոտ 700 կիլոմետր կարող է դելիմիտացվել, 340 կիլոմետրը կարող է չդելիմիտացվել ընդհանուր մինչև 2050 թվականը։ Կամ երկրորդ տարբերակ մենք պետք է դելիմիտացնենք այնպես որ ասենք լավ մենք ընդունում ենք որ այն ինչ որ հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է դա Ադրբեջանը եկեք նոր սահման գծենք բայց չեմ կարծում որ դրան մենք կհամաձայնվենք ուրեմն մենք ունենանք մի իրավիճակ որ դեռևս բավականաչափ երկար ժամանակ ին գնահատմամբ տասնամյակներ գուցեև Հայաստանի այն տարածքները հիմա 200 քառակուսի կիլոմետր 200 քառակուսի պլյուս
դա կոնկրետ ավելի մասնագետներ կարող են ասել, արբանյակային լուսանկարներով եւ այլն։ Դերևս շատ երկար ժամանակ այդ տարածքները գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ պարզապես Ադրբեջանին ասել, որ մինչեւ դու սա չանես, ես էլ ուրիշ բան չեմ անի, քանի որ հիմա Ադրբեջանը գրեթե ամեն ինչին հասել է, ինչ որ ինքը ուզում էր։ Հիմա որովհետև իշխանություն չկա Հայաստանում, կներեք, նույնիսկ Ադրբեջանի դիվանագիտություն չկա, հենց հիմա պարոն Պողոսյան, ես ձեզ որպես մասնագետի, ես ձեզ հիմա թուղթ ու գրիչ տամ, դուք այդ ադրբեջանցիների այդ ասածին, որպես առարկություն 10 առնվազն դրվագով կպատասխանեք։ Վստահ եմ, որովհետև այսինքն եւ տիրապետում եք խնդրին սկզբից մինչեւ վերջ, որ դա տարածքային վեճ չի եղել ի սկզբանե, ինչպես ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, հա, այս ամեն ինչը խոսում է, որ Հայաստանում դիվանագիտությունն էլ է ի սկզբանե պարտություն տարել։ Նույն Սիրանուշ Սահակյանը, երբ որ խոսում է, միջազգային իրավունքի տեսանկյունից է ներկայացնում։ Այսինքն, այդպես էլ ստացվում է, Ադրբեջանը ասում է իրենց հոգևոր առաջնորդն հետ է, Էջմիածինը այդ թվում այդ տաճարը ադրբեջանական հող է, ճիշտ է, ասում են։ Երևանը ադրբեջանական է, ճիշտ է, ասում են, Էրմենիստան են ասում։ Կոնդի թաղամասին էլ ֆիլմ են անում ադրբեջանական եւ այլն, հա, ներկայացնում են։ Պլյուս դրան Ադրբեջանի սահմանադրությամբ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հենց ինքը հայտարարել Twitter-ում, Ադրբեջանի սահմանադրությամբ Հայաստանի տարածքների 60%-ը մարզեր էր թվարկում, չէ՞, Լոռի, Գեղարքունիք, Շիրակի մարզ եւ այլն, բոլորը ադրբեջանական տարածքներ են։ Եվ ինչ ստացվում է, Հայաստանում իշխանություն չկա, որ ասի այդ ամեն ինչին հակադարձի, որ բացատրի միջազգային Եվրոպայինով պիտի համոզի բանը, Վրաստանի իշխանությունը, որ մեր շահերը պիտի գնապաշտ, հասկանում եք ինչն եմ ասում, դա նշանակում է իշխանություն չունենք։ Տեսեք, եթե որ մեր շահերը առաջ տանեն։ Մեր զրույցի սկզբին ես ասացի, որ այն ընկալումը, որ միջազգային լեգիտիմությունը կամ միջազգային իրավունքը հիմա լուրջ գործոն է ագրեսիայի կանխման եւ այլն, ու ասացի, որ ես դա չեմ համարում բավականաչափ վալիդ փաստարկ։ Տեսեք, հիմա մատ կարող է ավելի դաժան բան ասեմ։ Դիցուկ ընդունենք, որ այս 21-22 թվականների ներխուժումների արդյունքում Ադրբեջանը շատ ավելի մեծ տարածքներ էր վերահսկում։ Կարող է, չէ՞, այդպես լինել։ Այսինքն կարող է լինել ոչ թե 200+, այլ ընդունենք 700+։ Ավելի են ասում, դրա համար չեմ կարող դա բացառել, բայց 800 են նույնիսկ ասում։ Ես ասում եմ, ենթադրենք արդյունքում մենք ունենում ենք 1000 քառակուսի կիլոմետր, որը գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ու դա կարող է լինել, չգիտեմ, Տավուշից մինչև Մեղրի եւ նաեւ Նախիջևանի սահմանում։ Հիմա նույն իրավիճակը մենք ունենալու ենք հիմա եւ այնինչ որ ես ասում եմ, որ դեռ շատ երկար ժամանակ Ադրբեջանը այդ տարածքից դուրս չի գալու կամ այսպես ասեմ, դուրս է գալու միայն երկու պարագայում։ Երբ մենք հստակ ասենք, եթե դուրս չես գալիս, մենք սկսում ենք ռազմական գործողություններ եւ Ադրբեջանը գիտի, որ այդ ռազմական գործողությունները իր համար վատ են ավարտվելու։ Այդ դեպքում դուրս կգա կամ B, եթե իրոք սկսենք ռազմական գործողություններ եւ ադրբեջանական զորքերին դուրս անենք։ Հետաբար իմ փաստարկն է, որ նույնիսկ այստեղ կարևոր չի, խոսքը 200 քառակուսի կիլոմետր պլյուս տարածքի մասին է, թե 600 քառակուսի կիլոմետր պլյուս տարածքի մասին։ Այն տարածքները, որոնք հիմա գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, խոսքը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքների մասին է։ Դեռևս շատ երկար ժամանակ իմ գնահատմամբ շարունակեն են մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո եւ այդ վերահսկողությունը ավարտվելու է միայն երկու պարագայում։ Երբ ուժերի բալանսը փոխվի այնքան, որ Ադրբեջանը ինքը հասկանա, որ մենք այսպես թե այնպես ռազմական ճանապարհով դա հետ ենք վերցնելու եւ ինքը ընդհանրապես անիմաստ կորուստներ է կրելու, գուցե կասի լավ, կամ երկրորդ, եթե ինքը դա չհասկանա, մենք սկսենք ռազմական գործողություններ եւ ասենք այն ինչ Ադրբեջանը 2020 թվականին էր, չի ասում սեպտեմբերի 27-ից սկսած, որ ես ընդհանրապես վերականգնում եմ իմ տարածքային ամբողջականությունը, հետեւաբար միջազգային հանրությունը ինչ խնդրեմ ունի այստեղ։ Նույնիսկ մենք սկսենք ռազմական գործողություններ, ասենք հարգելիներս վերականգնում ենք մեր տարածքային ամբողջականությունը, հետեւաբար որևէ մեկը բողոքել չի կարող։ Մենք 100 անգամ Ադրբեջանից զգուշացնենք, որ զորքերը թանի, թե չէ զենքով կվերականգնենք, Ադրբեջանը չարեց, մենք զենքով վերականգնում ենք, բայց այստեղ ամբողջ խնդրեմը նա է, որ երկու խնդրեմ, որ շատ բան հիմա ցավոք սրտի որոշում է ոչ թե միջազգային իրավունքով, այլ գետնի վրա ուժային բալանսով, քո եւ քո հակառակորդի եւ նաեւ տարածաշրջանային այսպես ասած ռեգիոնալ բալանսով։ Իսկ այդ բալանսը մենք բոլորս ենք հասկանում, որ այս պայդրությամբ եւ վախենամ դեռ որոշակի ժամանակ ատված, ինչքան չեմ կարող ասել, այդ բալանսը լինելու է ոչ Հայաստանի օգտին։ Տեսեք ինչ է ստացվում, հա։ Այդ Հայաստանի իշխանությունները անում են լրիվ հակառակը։ Ռազմական ծախսերը կրճատում են, բանակը թուլացնում են, ընդ որում տեսեք պոպուլիզմից, հա, իրենց նախընտրական այդ բաներից վերընտրվելու իշխանություն պահելու մոլուցքը ուր է հասել, ծառայությունը կրճատում են, հա,
կրճատում են, չէ՞, զինվորական ծառայությունը, թույլատնում են, դուք ինքներդ նշեցիք, աշխարհում ինչպես է գնում, հա, ռազմական ուժերի կենտրոնացում, վերակառուցում, ռեսուրսների վերագնահատում, բյուջեների ավելացում, այս ամեն ինչը։ Հայաստանը տեսեք լրիվ հակառակ բանն է անում։ Ոչ դիվանագիտական հարթությունում է կարողանում հաջողություն արձանագրել, խնդիրներ է ստեղծում տարածաշրջանի երկրների հետ, այն երկրների հետ, որոնց հետ ռազմավարական դաշինքի մեջ է, տվյալ դեպքում օրինակ ասենք թե Ռուսաստան, Իրանի նկատմամբ քայլեր, իհարկե խոսույթով բան չի, բայց Իրանը մտահոգ է։ Իրանը մտահոգ է եւ հասկանում է Հայաստանը ինչպես են օգտագործելու իր դեմ։ Իր մտահոգություններն ունի, որովհետեւ դա նաեւ իր սահմանն է, իր կարմիր գծերն են։ Հիմա ստացվում է Հայաստանի իշխանությունը ոչ դրանք է անում, ոչ միջազգային հարթակներում աշխատում է, որպեսզի մեր շահերը առաջ մղի, ոչ էլ պլյուս հարևանների հետ կարևոր մեր հարևանների հետ կամ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները փչացնում է։ Բա ինչ խաղաղություն։ Ինչ խաղաղության մասին ենք խոսում։ Տեսեք, նախ եթե ճիշտ եմ հիշում, ինքը կառավարությունը եւ նաեւ վարչապետը մի քանի անգամ ասել է, որ Հայաստանը բացառում է զենքի ուժի կիրառումը օկուպացված տարածքների ազատագրման համար։ Կարծես թե մի քանի անգամ դա ասվել է։ Հետաբար ի սկզբանե արդեն Հայաստանը ասում է, որ գոնե այս պահին, որ հարգել է Ադրբեջանը, ես ֆիքսում եմ, որ դու օկուպացրել ես իմ տարածքները, բայց ես հայտարարում եմ, որ զենքի ուժով տարածքներս չեմ ազատագրելու, ես հույս ունեմ, որ այդ տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս կգան դելիմիտացիա process-ի շրջանակում, ես արդեն ասացի, որ իմ գնահատմամբ դրա հավանականությունը մոտենում է 0-ի, հետեւաբար կարելի ասել փաստացի ընդունում ենք, որ քանի դեռ ուժային բալանսը չի փոխվելի օգուտ Հայաստանի այնքան, որ մենք կարող ենք ստիպել Ադրբեջանին, որ այդ տարածքներից դուրս գա, հակառակ պարագայում ասելով, որ կներես, բայց մենք քեզ շատ դաժան ցավ ենք պատճառելու, այդ տարածքները մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստան, Իրան, եւ ես ընդհանրում եմ, որ դեր հարցը կապված է նաեւ այդ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի եւ ամերիկյան, որտեվ դա խոստում էր ուղղակի։ Եվ ամերիկյան ներգրաման։ Տեսեք, օրինակ մենք ինքներս ապրի Արմենիան մոտավորապես մի շաբաթ այդ Վաշինգտոնի հռչակագրի ստորագրումից հետո հատուկ վերլուծություն արեցինք, մոտ 2-3 էջանոց, որտեղ նշել ենք պլյուսներ եւ նաեւ խնդրահարույց կետեր, եւ այդ խնդրահարույց կետերից մեկը հենց Հայաստան-Իրան հարաբերություններն էին, որ Իրանը մտահոգված է եւ մենք նշել ենք Փեզեշկանի հայտարարությունը եւ այլն եւ այլն, դրանից հետո էլի հայտարարություններ եղան Փեզեշկանը Հայաստան այցելեց, այո, բայց մենք նշել ենք, որ այո, Իրանը ունի մտահոգություններ ամերիկյան կողմի հայ-իրանական սահմանին հայտնվելու հետ կապված եւ մենք ինքներս նկատում եմ ապրի Արմենիան նշել էր, որ այո, այդ մտահոգությունները պետք է փարատվեն։ Եթե շատ փորձենք հետ գալ եւ գնահատել այդ Վաշինգտոնյան հռչակագիրը, պլյուսների եւ մինուսների իմաստով, իմ գնահատմամբ տեսեք, ով ինչ է շահել։ Ես փորձեմ հակերճ ասել կետերով։ Հա, ես լսել էի ձեր հարցազրույցը, բայց հա, կարճ որ։ Եթե կարճ ասեմ, Հայաստան ամենառեալ բանը, որ մենք շահել ենք, դա նա է, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմական էսկալացիայի հավանականությունը էականորեն նվազել է։ Իսկ մենք պետք է ֆիքսենք, որ COP29-ի ավարտից հետո, 24-ի նոյեմբերից հետո, 24-ի դեկտեմբեր, 25-ի հունվար, փետրվար, մարտ, տարբեր այսպես ասած շրջանակներում պատտվում էր այն խոսույթը, որ եթե այդ Միջանցքի հետ կապված ստատուս քվոն չփոխվի, Ադրբեջանը պատրաստվում է կիրառել ուժ։ Դա կար։ Այսինքն տարբեր ազդակներ կային, այսպես ասած, տարբեր շրջանակներում, այդ թվում նաև փորձագիտական, որ Ադրբեջանը մեսեջներ է ուղղում, որ ինքը չի բացառում ուժի կիրառումը։ Հիմա բոլորս ենք հասկանում, որ որոշակի հեռանկարում, ընդ որում իմ գնահատմամբ այդ հեռանկարը գուցե մինչև 28 թվականի վերջն է, քանի դեռ պարոն Թրամփը նստած է Սպիտակ տանը։ Երևի թե մինչև 2028 թվականի վերջ լայնածավալ լուրջ ռազմական գործողությունների հավանականությունը բավականաչափ նվազել է։ Ես կասեի, եթե Նոբելյան ստանա, դրանից հետո այլևս էլ հետաքրքիր չի։ Բայց Նոբելյանի պահը մենք երևի մի քանի ժամից կիմանանք, կարծես թե այսօր պետք է իմանանք։ Ենթադրում եմ հիմա նախագահ Տրամփը սրտադրով սպասում է վերջապես ինչ եղավ, այս գազա լինի արդեն Իրան հետաքրքիր չի։ Բայց ամեն դեպքում կա Թրամփի գործոնը, հետեւաբար այսպես ասենք, 1-ից 3 տարի ռազմական հրադադար կարճատև կարող է էականորեն նվազել է։ Սա այն է, ինչ Հայաստանը ստացել է ռեալ, այսինքն սա իրականում կա։ Ինչ է ստացել Ադրբեջանը ռեալ։ Երկու բան, Մինսկի խմբի լուծարում, Մինսկի խումբը այլևս չկա։ Ինչը նշանակում է չկա որևէ միջազգային հարթակ Արցախի հետ կապված, հետեւաբար նույնիսկ եթե Հայաստանի գործող կառավարությունը կամ ապագայում ստեղծվելիք նոր կառավարությունը որոշի Արցախի հարցը հետ բերել, դա լինելու է սարսափելի բարդ, որտեղ այդ հարթակ չկա որտեղ հետ բերես։ Ադրբեջանը սա է ստացել ռեալ, չկա Մինսկի խումբ։ Եվ երկրորդ, սկսվել է Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հաստատման process։ ExxonMobil-ի եւ Սոկարի հետ այդ շատ լուրջ եւ այլն, բայց պետական մակարդակով
սկսվել է process, որ Ադրբեջանը եւ ԱՄՆ-ն հաստատում են ռազմավարական գործընկերություն։ Սա երկու բան է, որ Ադրբեջանը Նաև ռազմական աջակցության բանի հոդվածի բանաձևի չեղարկումը։ Չնայած եթե հանուն արդարության պետք է ասենք, որ այդ բանաձևը 2001-ից սկսած ամեն տարի չեղարկվել էր բացառությամբ 2024-ը, երբ էթնիկ զտումից հետո։ Հիմա բոլորովին ուրիշ ժամանակաշրջան է եւ դրա կարեւորությունը առավել քան ակնհայտ է, քան հիմա հասկանանք ինչ է ստացել Միացյալ Նահանգները, ռեալ, կոնկրետ։ Առաջին, եթե Տրամփի տեսակետից եք նայում եւս մի պլյուս, այսպես ասած, իր ավարտված իրական կամ կեղծ ավարտված պատերազմների հետ կապված, երկրորդ ԱՄՆ-ը ստացել է հնարավորություն, մենք բոլորը չգիտենք այս թրիփը եւ այլն ինչքանով կիրականացվի, բայց ԱՄՆ-ը ստացել է հնարավորություն բավականաչափ էական ներկայություն ունենալ հարավային Կովկասում, ինչը երկու առումով է Միացյալ Նահանգների համար կարևոր, ա. Իրանի հետ սահման եւ բ. ամեն դեպքում հարավային Կովկասը Ռուսաստանի տեսակետից ռուսական ազդեցության կամ լեգիտիմ շահերի գոտի է, դեռ այն ժամանակ նախագահ Մեդվեդևը 2008 թվականին հստակ հայտարարեց. հետխորհրդային տարածքը մեր լեգիտիմ շահերի գոտին է, բոլորը պետք է հաշվի առնեն։ Միացյալ Նահանգներն էլ ռեալ ստացել է հնարավորություն հայտնվելու Իրանի հետ սահմանին եւ Ռուսաստանի կողմից իր լեգիտիմ շահերի տարածք համարվող տարածքում։ Սա այնինչ կողմերը ռեալ ստացել են։ Մնացածը արդեն ինչ կողմերը ինֆորմացիա ստացա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չարժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակին։ Ահո Դա մի փոքր վտանգավոր, որովհետև ինչքանով Ամերիկայի նախագահին ենք ճանաչում, հիմա գուցե ասի լավ, եթե պատերազմները դադարեցնում էի մրցանակ չտվեցին, հիմա երևի սկսենք պատերազմները սկսել։ Պահո, հա, էս լավ չի։ Ինչ ենք անելու։ Բայց ամեն դեպքում սա շատ հակիրճ իմ գնահատականը, ով ինչ ռեալ ստացա, որտեվ մնացածը հնարավորությունների մակարդակում է։ Հիմա այդ թրիփը կլինի, չլինի, աշխարհը այնքան արագ է փոխվում, որ շատ դժվար է ասել։ Էլ չեմ ասում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի, չի բացվի, դրանք բոլորը հնարավորություններ են, հիմա կարող ենք փորձել հասկանալ հավանականությունները եւ այլն։ Եթե ապա, բայց այն, որ Մինսկի խումբը չկա, դա փաստ է։ Այն, որ մենք բոլորս հասկանում ենք, որ օրինակ համար առաջիկա 1-ից 3 տարիների ընթացքում լայնածավալ հարձակում Հայաստանի նկատմամբ հավանականությունը էականորեն նվազել է, դա փաստ է։ Այն, որ Միացյալ Նահանգները կարող է հայտնվել Ռուսաստանի կողմից իր շահերի տարածք համարվող հարավային Կովկասում եւ Հայաստանի իրան սահմանին, դա էլ է փաստ։ Մնացածը, ինչպես ասում են, արդեն եթե ապաների մեջ է մտնում, որը այս հարաբերական աշխարհում արձանագրում ենք, որ դա ընդհանրապես խաղաղության խոստում է եւ Վաշինգտոնյան այդ հռչակագրի տեքստից չի բխում, որ Հայաստանը, հա, երաշխիքներ է ստանում, որ Ադրբեջանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները։ Դա ընդհանրապես ժամանակավոր, հա, խոստում է։ Չէ, ասենք նրանից, որ պայմանագրային պարտավորություններ չկան, որովհետև եթե խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, այսինքն անվտանգությունը չի երաշխավորելու։ Ընդհանրապես նախաստորագրվել է։ Եթե պայմանագիրը չէր ստորագրվել, իսկ հռչակագիրն ինքը պայմանագիր չէր, ես նորից եմ ասում, տեսեք, ամբողջ խնդիրը նա է, որ ինչ ենք հասկանում խաղաղություն ասելով։ Հիմա, չէ, իշխանությունը ասում է ես բերել եմ խաղաղություն։ Եթե դրա տակ ինչ որ մարդիկ հասկանում են, որ առնվազն մինչև 2040 թվականը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի հավանականությունը հասել է 0-ի, ես պետք է այդ մարդկանց հիասթափեցնեմ։ Նման բան չկա։ Բայց եթե խաղաղության անվան ինչ որ մարդիկ կարծում են, որ մինչև գոնե 2028 թվականի վերջ Հայաստան-Ադրբեջան պատերազմի հավանականությունը էականորեն նվազել է։ Դա Թրամփով եք բանանում, որ Թրամփը իշխանության է։ Այո, ես դրան համաձայն եմ։ Հետեւաբար նորից եմ ասում, եթե խաղաղություն ասելով հասկանում ենք առաջիկա ընդհանուր մինչև 3 տարիների ընթացքում լայնածավալ պատերազմի հավանականության էական նվազում, եթե խաղաղությունը սա է, ես դրա հետ համաձայն եմ։ Եթե մարդիկ խաղաղություն ասելով, որ Վաշինգտոնը բերեց խաղաղություն, նորից եմ ասում, հասկանում են, որ մինչև 2040 կամ թեկուզ մինչև 2035 թվական Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, իսկ ավելի կոնկրետ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, դրա հավանականությունը հասել է 0-ի, նորից եմ ասում, պետք է հիասթափեցնեն, բնականաբար ոչ։ Հետևաբար, նաեւ սա եկեք հստակ քաղաքացին հասկանա, Վաշինգտոնյան այդ տեքստից չի բխում, որ Միացյալ Նահանգները անվտանգության երաշխավոր է կանգնում, չէ՞։ Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի։ Չէ, տեսեք, որպեսզի հստակ հասկանան, էլի։ Այսինքն, այս պայմանությամբ այնպես չէ, անվտանգության երաշխիքին չէ նշանակում։ Օրինակ, Միացյալ Նահանգները ունի անվտանգային երաշխիքներ Ճապոնիային։ Ստորագրված է համապատասխան պայմանագիր, որ հարձակումը Ճապոնիայի վրա ենթադրում է Միացյալ Նահանգների կողմից որոշակի պատասխան, այդ թվում ռազմական միջոցներով։ Նման բան իհարկե Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ը չի տրամադրել, բայց ասելով որ առաջիկա 3 տարում Հայաստանի վրա հարձակման հավանականությունը էականորեն նվազել է, մենք ելնում ենք նրանից, որ քանի որ այսպես ասենք նախագահ Տրամփը ընդհանրապես անկանխատեսելի մարդ է եւ ենթադրում են, որ ոչ ոք չի ուզենա Տրամփի հետ խնդիրներ ունենալ, հատկապես փոքր պետությունների ղեկավարները, հիմա կարող է Չինաստանի նախագահը խնդրեմ ունենա Տրամփի հետ, բայց այնպիսի
փոքր պետությունների ղեկավարներն, ինչպիսին Ադրբեջանն է, դժվար թե ցանկանա էականորեն զայրացնել նախագահ Թրամփին, որտեղ ոչ ոք չգիտի Թրամփի արձագանքը։ Հետևաբար, առաջիկա 3 տարիների ընթացքում, բայց դա ոչ թե ինստիտուցիոնալ պետական, ինստիտուցիոնալ անվտանգային երաշխիքներ են, այլ կապված նախագահ Թրամփին չվրթովեցնելու անկալման հետ, մենք կարող ենք գնահատել, որ առաջիկա 3 տարում, քանի դեռ նախագահ Թրամփը սպիտակ տանն է լինելու մինչև 2029 թվականի հունվարի 20-ը։ Եվ նա չի կարող վերընտրվել, որտեղ արդեն 2 անգամ վերընտրվել է։ Մենք Թրամփից ենք կախված։ Կարելի է Թրամփի տրամադրությունից։ Ոչ թե Թրամփի տրամադրությունից, այլ մենք ենթադրում ենք կամ կարող ենք գնահատել, որ նախագահ Թրամփին չվիրավորելու եւ չզայրացնելու համար նաեւ Ադրբեջանը դժվար թե դիմի լայնածավալ ռազմական գործողությունների Հայաստանի դեմ, քանի դեռ Թրամփը սպիտակ տանն է։ Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ կան ինստիտուցիոնալ, միջպետական, անվտանգային երաշխիքներ։ Հիմա հաջորդ հարցը։ Քաթարում ամերիկյան ռազմաբազա կա, չէ՞։ Այո։ Իսրայելը այդ գործողությունները, որ կատարեց Քաթարի նկատմամբ, առանց Միացյալ Նահանգների իմացության էր, Քաթարը կոնկրետ համագործակցում էր Միացյալ Նահանգների հետ, այդ թվում Իսրայելը։ Քաթարի նշանակությունը Թրամփի համար ավելի մեծ է, քան Հայաստանի նշանակությունը, որին բազմիցս անգամներ Ալբանիա է կոչում, չէ՞։ Փաշինյանի անունն է, չի հիշում, դա գայ է ասում։ Ճիշտ է։ Հիմա մենք չենք կարող չէ երաշխավորել, սա է իմ խնդիրը, այսինքն բոլորս ենք խաղաղություն ուզում, բոլորս, հարցը սա է, բայց խաբել մարդկանց, որ սա երաշխիքներ է տալու եւ խնդիրներ ստեղծել նաեւ այդ Զանգեզուրի միջանցք, Թրիփի երթուղի ասենք եւ այլնով, որովհետեւ այդտեղ էլ է մեծ թնջուկ կա այդտեղ, խնդիրը սա է, դու կարող ես ինչ-որ բան ասես, բայց գործողությունները այլ բանի մասին են խոսում, դրա համար եմ ասում, Քաթարը պակաս կարևոր էր։ Տեսեք, Քաթարի մասով Ադրբեջանը կներեք, եթե նույնիսկ խախտի ու եղել է խախտել է բազմիցս, հենց ինքն է նախահարցակ եղել։ Եթե ինչ որ բան անի, ինչ է անելու Թրամփ դядяն։ Թրամփը չլինի որևէ մեկը, ինչ է անելու Ամերիկան։ Տեսեք, նախ Իսրայել, Քաթար եւ այլն, նա արտահայտություն կար, չէ՞, ասում այն ինչ որ թույլատրել է Յուպիտերին, թույլատրելի չէ մյուսներին։ Հիմա Իսրայելը գոնե Միացյալ Նահանգների համար գրեթե Յուպիտեր է, հետեւաբար Իսրայելը ընդհանրապես ամեն ինչից դուրս է։ Հիմա իշխան գիտեմ մյուս շաբաթ նույնիսկ Թրամփը գնալու է եւ Քնեսետում ելույթ ունենա, գոնե պաշտոնապես հրավիրել են եւ ել չեմ ասում որ Թրամփի փեսան, բիզնես շահեր եւ այլն հրեական լոբի։ Դա շատ կարեւոր է։ Վերջը եկան նրան, որ փաստորեն Թրամփի փեսան, Քուշներն ու բանը, Թոնի Բլեյերը այդտեղ բիզնես են անելու։ Սա էր, հա, չգիտեմ սա ինչ է։ Հետաբար ուզում ասեմ, եկեք Իսրայելին չդիպչենք, որովհետեւ Իսրայելը այսպես այլ մոլորակ է։ Հիմա տեսականորեն հիմա եթե վաղը հուսամ դրան չեն գացում, եթե վաղը Իսրայելը որոշի որ Հայաստանն էլ է ռմբակոծում, հավատացում եմ դες Ամերիկան ընդհանրապես ոչ մի չի անի, որովհետեւ պարզ է որ Քաթարը շատ ավելի կարևոր էր, քան դրա համար եմ ասում Հայաստանը։ Այո, իհարկե։ Բայց ամեն դեպքում հուսանք որ մենք Իսրայելի հետ ուղղակի ռազմական հակամարտության մեջ երևի թե չենք մտնի, չնայած Իսրայելը բնականաբար Ադրբեջանի դաշնակիցն է, դա էլ ենք հասկանում։ Տեսեք, նորից եմ ասում, քանի որ ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, հիմա դուք հարց եք տալ, լավ, ընդունենք 3 ամիս հետո Ադրբեջանը զորքեր ուղարկում Սյունիք։ Հա։ Ասում է ընդհանրապես մոռացիր այդ Վաշինգտոնյան հռչակագրի մասին կամ ինքը ուրիշ բան է ասելու է էկոլոգներս են, հետո ինքը ինչ է ասել է իմ իրավապահ մարմինները պետք է այդտեղ վերահսկողություն անեն, չէ՞։ Ես հայ երես չպետք է տեսնեմ, իմ Ադրբեջանի քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն։ Ով պիտի պաշտպանի Ադրբեջանի իրավապահ մարմինները։ Հիմա դա կլինի անվտանգության ծառայության աշխատակից, զորք կլինի, ինչ կլինի, մենք չգիտենք։ Պահանջները դրել է մարդը, այսինքն մտնելու է այնտեղ, իր ներկայությունը լինելու է։ Հիմա նախ Ադրբեջանի պահանջների մասին, այո, այն ինչ որ նրանք չեն ցանկանում հայերի երես տեսնել, դա փաստ է։ Հիմա ես ոնց հասկանում եմ, տեսականորեն նույնիսկ դա հնարավոր է անել, չէ՞, ասում են սկաներներ կդնենք, որտեղ մարդիկ չեն լինի։ Հետո տվյալների բազա, այդ սկաները բան է, տվյալ չի գրանցում, նրան տվյալների բազա է պետք։ Կամ գուցե կարող են ինչ որ այդ ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությանը տրամադրել ինչ որ գործառույթներ, եւ այդ հայ-ամերիկյան ընկերությունները կարող են Ամերիկայի քաղաքացիներ բերել, ովքեր կոպիտ ասած կնստեն պատոնի այն կողմում, որ գրում է passport control, եւ ադրբեջանցին կտեսնի ոչ թե, չգիտեմ, հայազգի Խաչիկ Խաչիկյանին, այլ կտեսնի, ասենք, Ամերիկայի քաղաքացի Ջոնին, որը կասի, խնդրեմ, տվեք ձեր ազդագիրը, կանենք եւ այլն։ Իհարկե այստեղ էլ հարց է առաջանում այդ տվյալներին Հայաստանը մուտք ունենալու է թե չէ, որտեղ այդ սկանեն անում, բայց հիմա
ինստիտուցիոնալ երաշխիքներ չկան, այսինքն եթե նույնիսկ 3 ամիս հետո որևէ պատճառաբանությամբ Ադրբեջանը որոշեց հարձակվել Սյունիքի վրա, այնպես չի որ դա ավտոմատ նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատերազմ է հայտելու Ադրբեջանին, բնականաբար ոչ։ Բայց ամեն դեպքում, քանի որ մենք ապրում ենք որոշակի աշխարհաքաղաքական, այսպես ասած, իրավիճակում կամ ժամանակահատվածում, նորից եմ ասում, մենք կարող ենք պնդել քիչ թե շատ համոզվածությամբ, որ քանի դեռ նախագահ Տրամփն է սպիտակ տանը, Ադրբեջանի կողմից ուղղակի հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա քիչ հավանական է։ Հիմա դա չի նշանակում, ότι հարձակումը եղավ ամերիկյան ինքնաթիռները այդ նույն Քաթարի ավիաբազայից բարձրանալով Ադրբեջանի վրա ռումբ գցեն։ Բնականաբար ոչ, բայց եւ եկեք ընդունենք, որ Ալիևն էլ ամեն դեպքում բավականաչափ զգուշ եւ հաշվարկող մարդ է։ Հետեւաբար ինչքանով ես եմ պատկերացնում, դժվար թե Ալիևը ցանկանար օրինակի համար ուղղակի հարաբերությունները ոչնչացնել Թրամփի հետ։ Եվ եկեք չմոռանանք, որ նաև Ալիևը շատ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ից ստեղծի ռազմավարական գործընկերություն։ Որտեղ Ադրբեջանի ամբողջ նարատիվն է, որ Բայդենը հայկական է, նա անդադ քննադատում էր Բայդենին, ասում էր, որ Բայդենը վատն է, ընդ որում իդեպ դա ասում է դաժե մինչև ընտրվել է։ Այո, այո։ Նույնիսկ մինչև 2024 թվականի նոյեմբերի ընտրություն, երբ որ 50-50 էր հավանականությունը Քամալա Հարիսը կընտրվի թե Թրամփը, Ալիևը հստակ հայտարարում էր, որ Բայդենը Ադրբեջանի հետ հարաբերությունները իջեցրել է զրոյական մակարդակի, հակաադրբեջանական քաղաքականություն է վարել եւ ես շատ ավելի մեր համար դեռնտու կլինի, որ Թրամփը ընտրվի նախագահ։ Դա Ալիևի հրապարակային հայտարարությունը դեռ մինչև ընտրություններից առաջ։ Հետաբար եթե փորձեմ ամփոփել, ինստիտուցիոնալ անվտանգային երաշխիքներ Հայաստանին տրված չկան, բայց հաշվի առնելով գլոբալ եւ ռեգիոնալ աշխարհաքաղաքական կոնտեքստը, կարող հիմքեր ունենք պնդելու կամ գնահատելու, որ ամեն դեպքում, քանի դեռ պարոն Թրամփը նստած է սպիտակ տանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ հարձակման հավանականությունը իրականորեն նվազել է։ Հիմա ինչ կլինի 2029 թվականի հունվարի 20-ից հետո, երբ որ այնտեղ կլինի J.D. Vance-ը կամ գուցե Կալիֆոռնիայի ներկայիս նահանգապետը, որը կարծես թե փորձում է դեմոկրատական կուսակցության առաջնորդ դառնալ, նկատի ունեմ Գևին Նյուսոմը։ Հիմա J.D. Vance-ը կլինի, Մարկո Ռուբիոն կլինի, թե Գևին Նյուսոմը կլինի, պարզ է, որ այսպես ասենք, այդ ինչ որ առումով այս երաշխիքը կամ մեր հիմքերը գնահատելու, որ հարձակում չի լինելու, իրականորեն նվազելու են։ Հետևաբար կարող ենք ասել, որ մենք ունենք հիմա 2025-ի հոկտեմբերն ենք, իսկ Թրամփը սպիտակ տնից դուրս է գալիս 2029-ի հունվարի 20-ին, բայց դա հաշվարկենք մինչև ընտրությունները, 28 նոյեմբեր։ Ընտրությունները լինելու են 28 նոյեմբեր, հետևաբար կարելի է ասել կա մինչև 3 տարի ժամանակահատված, որտեղ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման հավանականությունը գտնվում է զգալի ցածր մակարդակում։ Ես չեմ ասում 0, դա ոչ ոք չի կարող ասել, որ հավանականությունը 0 է։ Հիմա այնպեսի բաներ են տեղի ունենում, որ ընդհանրապես ռացիոնալությունից դուրս է, բայց եթե այսպես ասենք սև կարապներին մոռանանք, որոնք միշտ կարող են լինել, հիմքեր ունենք գնահատելու, որ մինչև 2028 թվականի նոյեմբերի վերջ կամ 29-ի հունվարի 20 Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը իրականորեն նվազել է։ Ինչ կլինի 2029 թվականի հունվարի 20-ից հետո, շատ բան կախված է ինչ կլինի այս առաջիկա 3 տարիների ընթացքում, որը արդեն այնքան տարբեր փոփոխականներից է կախված, որ վախենամ դժվար թե դա հնարավոր է գնահատել։ Պարոն Պողոսյան, դուք լավագույնս ուսումնասիրում եք եւ նախկինում էլ ուսումնասիրել եք Ադրբեջանը, շատ մանրամասն տիրապետում եք Ադրբեջանի սահմանադրությանը ծանոթ եք։ Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության, այդ թվում անկախության հռչակագրի, որ մենք տարածքային պահանջ չունենք ներկայացված, Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է, ճիշտ է ներկայացնում։ Ընդ որում, այո, տարբեր մարզերի Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ, ինչպես Փաշինյանը իրավացիորեն գրել էր Twitter-ում, որ Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանի 60% տարածքների նկատմամբ ունի պահանջ։ Հիմա չունի Հայաստանի իշխանությունը այդ համարձակությունը, օրինակ հայելային ձևով, թեկոս հայելային սկզբունքով ասի, դու պահանջում ես, որ ես խզեմ կապը, հա, դուրս բերեմ հռչակագրի հետ, հղումը անկախության հռչակագրից հանեմ, որտեղ դու տեսնում ես տարածքային պահանջ, բարի եղիր քո սահմանադրությունից հանիր Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները։ Կարող է թե չէ։ Հիմա ենթադրենք, եթե դու չես փոխում, Փաշինյանը տանում է փոփոխության, հանում է դա, Ալիևը չի փոխում Ադրբեջանին։ Վաղը մյուս օրը Ադրբեջանը կարող է դա օգտագործել մեր դեմ։ Տեսեք։ Օրինակ, ասել, բա ինչի՞ չէիր ասում։ Տեսեք, իհարկե Հայաստանի Հանրապետությունը կարող է ասել, որ շատ լավ, մենք մեր սահմանադրությունը, այսինքն այլ փոփոխություններ կանենք, բայց եթե ուզում եք, որ փոփոխությունների մեջ լինի նաև անկախության հռչակագրից հանումը, միայն այն դեպքում, եթե դուք
Եվս սկսեք նման process եւ օրինակի համար համանդրությունից հանեք ինչ որ կետեր։ Այնտեղ ինչքան գիտեմ կա հղում իրենց անկախության համանդրական ակտին, որը ընդունվել է 91 թվականի հոկտեմբերին եւ այլն եւ այլն։ Չէ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ասել, բայց բնականաբար վախենում է։ Չէ, չի վախենում։ Կարող ենք ասել բարի եղեք կամ սա կանենք, եթե դուք նա անեք, բնականաբար Ադրբեջանը կասի իհարկե ոչ։ Հետո ինչ կասի ոչ։ Հիմա ամբողջ խնդիրն էս նա, հիմա Ադրբեջանը կասի ոչ, եւ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրել, չնայած այսպես ամենից վստահ եմ որ չի ստորագրելու, բայց հիմա կարծես թե ամեն ինչ խաչաձևված է այդ անկախության հռչակագրին, չէ՞։ Հիմա Ադրբեջանը կասի շատ լավ, եթե դու չես համանդրությունից չես անում անկախության հռչակագրի հղումը, ուրեմն մոռացիր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։ Հիմա այստեղ գալիս ենք այս տեսակետին։ Հիմա խաղաղության այն տեքստի ստորագրում եւ վավերացումը։ Շա նորից եմ ասում իմ գնահատման նույնիսկ անկախության հռչակագրի հանելուց հետո Ադրբեջանը դժվար թե դրան գնա, բայց հիմա իմ գնահատումը մոռանանք։ Ֆորմալ միշտ եք ասել որ ստորագրելու Ադրբեջանը ֆորմալ Ալիևը, Բայրամովը եւ մյուսները բազմիցս հայտարարել են, չէ՞ որ միակ խոչընդոտը դա է։ Կա հրապարակային հայտարարություններ, կարող ենք մտել Google տալ Իլհամ Ալիև խաղաղության պայմանագրի ստորագրում 50 հայտարարություն կբերի, որ միակ խոչընդոտը մնացել է սահմանադրությունից անկախության հռչակագրի հանումը։ Հա, բայց իրենք ասում են բանավոր պահանջներ էլ կա։ Չէ, ես ուզում եմ ասեմ ֆորմալ առումով։ Հիմա եթե մենք ասում ենք դուք էլ դեր սահմանադրությունը փոխեք, Ադրբեջանն էլ ասում է ոչ, հետեւաբար այս խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Հիմա եթե նայենք Ադրբեջանի տեսակետից, ինձ թվում է ընդհանրապես Ադրբեջանի խաղաղության պայմանագրով ես ինքս ասում եմ նույնիսկ շահագրգռվածը չի ստորագրում, հետեւաբար Ադրբեջանը կասի չենք ստորագրում, շատ լավ։ Ես ամեն ինչ ստացել եմ։ Հիմա ինձ մնացել է միայն այդ անխոչընդոտ կապը Նախիջևան եւ Թուրքիա։ Դաժե չեմ ուզում ասեմ իրենք ասում են Զանգեզուրի միջանցք, մենք ասում ենք թրիփ, ինչ որ մեկը կասի, չգիտեմ, Վլադիմիր Պուտինի երթուղի։ Բայց Ադրբեջանը կասի շատ լավ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, որովհետեւ դու չես փոխում սահմանադրությունը, հետաբար մենք չենք ստորագրում, շատ լավ, բայց անխոչընդոտ կապը պարտավոր է ստալ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ անխոչընդոտ կապի տրամադրման անկախ նրանից ով ինչ է հասկանում դրա տակ, որ հիմա հայ սահմանապահը չի լինելու, ռոբոտներ են լինելու, թե Միացյալ Նահանգների քաղաքացիներ են լինելու, բայց խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այդ անխոչընդոտ կապի միջև ուղղակի փոխկապակցություն չկա։ Այդաբար Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել շատ լավ, չեք ուզում խաղաղության պայմանագիր, ես էլ չեմ ուզում, ընդհանրապես տվեք ինձ իմ անխոչընդոտ կապը Նախիջևան դեպի Նախիջևան եւ Թուրքիա եւ եկեք շատ հանգիստ ապրենք առանց խաղաղության պայմանագրի։ Պարոն Պողոսյան, ստացվում է, որ կեղծ խաղաղության, կեղծ բաների, հա, ինչ որ թեզերի, հա, որովհետեւ Ադրբեջանը հենց այնպես չի այդ թեզերը առաջ գցում, որ ժամանակ է շահում, ինքը իր խնդիրներն է լուծում, ավելի կարեւոր պայմանագրեր է ձեռք բերում, հարաբերություններ է հաստատում։ Ադրբեջանը դրանք գցում է, ինքը զուգահեռ ընթացած շատ լուրջ հարաբերություններ է ձևավորում տարբեր երկրների հետ, լրջագույն պայմանագրեր, Չինաստանի հետ, Իրանի հետ, չէ՞, նայեք ինչ պայմանագրեր է կնքում։ Մենք ինչ ենք ունենում, այսինքն ստացվում է, այդ վախեցած Հայաստանի իշխանությունը չէ թե վախեցած է, որ նա կասի դե որ տենց հասենց, բայց մենք խոսում ենք չեղած բանի մասին, չեղած բանի մասի համար մենք ու պլյուս որ հանկարծ բանը Հայաստանում իշխանությունները հանկարծ չկորցնեն իրենց աթոռը, ստացվում է մենք զոհաբերում ենք ամեն ինչ, ոչ մի բան ռեալ չենք ստանում։ Տեսեք, ու խոստումներ են տալիս, պամիդոր կվաճառեք, չգիտեմ, բենզին էժան կառնեք, թարխուն կծախեք, չգիտեմ, առևտրով կզբաղվեք։ Տակը ոչ մի տնտեսական հաշվարկ չկա այս թրիփի, նույնիսկ Զանգեզուրի միջանցք կամ թրիփի, չկա տնտեսական հաշվարկ։ Ստացվում է բլեֆ են, փաթեթավորում են, բլեֆը, փաթեթավորում են այդ խաղաղության խոստումով ու վաճառում են, որ նորից բան ընտրվեն։ Տեսեք, ինչ ես խորհուրդ կտայի կառավարությանը, չգիտեմ, ինքը խորհուրդների իմ խորհրդի կարիք ունի թե ոչ վստահ չեմ, բայց ես ոչ թե շեշտը կդնեի խաղաղության պայմանագրի վրա, որ անպայման պետք է ստորագրվի կամ չստորագրվի, այլ ես շեշտը կդնեի հետևյալ բանի վրա, որ այո, Վաշինգտոնյան հռչակագրում խոսվում է, որ պետք է ստեղծվի թրիփ, որը ապահովելու է անխոչընդոտ կապ Ադրբեջանից Նախիջևան։ Բայց նաև հռչակագրում խոսվում է, որ բացվելու են մնացած բոլոր կոմունիկացիաները եւ Հայաստանը պետք է ստանա փոխադարձ, ասած, առավելություններ։ Իմ կարծիքով Հայաստանի կառավարությունը պետք է հստակ հայտարարի, որ կոմունիկացիաների բացումը ներառյալ այդ թրիփը, նույնիսկ անկախ այդ դետալների մեջ խորանալու, բոլոր կոմունիկացիաների բացումը պետք է լինի միաժամանակ։ Այսինքն, չպետք է լինի մի իրավիճակ, երբ ստեղծվում է ընդհանրապես թրիփ եւ Ադրբեջանը արդեն կապ ունի Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, իսկ օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանը, Նախիջևանով Հայաստան-Իրան կապը, դա այսպես ասած մնում է հետագայում, դե կլինի, չի լինի եւ այլն եւ այլն։ Այդ դա Հայաստանի կառավարությունը պետք է ասի, որ բոլոր կոմունիկացիաները բացվելու են միաժամանակ, հետեւաբար
Թրիփի բացումը դիցուկ 2028 թվականի հոկտեմբերի 1-ին առաջին գնացքը, եթե խոսում ենք երկաթուղու մասին, Ադրբեջանից Սյունիքի մարզով Նախիջևան գնալու է նույն օրը, երբ առաջին գնացքը, օրինակ Բեռներով, իրանական առաջին գնացքը Նախիջևանից Իրանից Նախիջևանի տարածքով մտնելու է Երազք եւ Երևան, եւ երբ որ առաջին գնացքը Երևանից Բեռներով գնալու է Երևան-Գյումրի կարծ, այնուհետև հասնելու է միջերկրածովյան թուրքական նավահանգիստներ եւ արտահանվելու է Եվրոպա։ Այդա Հայաստանի կառավարությունը պետք է անի, որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ, որ մենք երբեք չենք համաձայնվի, որպեսզի գործարկվի միայն թրիփը, որտեղ տեսեք կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ընդհանրապես թրիփն է գործարկված, այսինքն Ադրբեջանը ունի կապ Նախիջևանի եւ Թուրքիայի հետ, մենք չունենք կապ Իրանի հետ Նախիջևանի տարածքով, մենք չունենք հավելյալ կապ Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, մենք չունենք հնարավորություն արտահանել Եվրամիություն նաև Թուրքիայի տարածքով միջերկրածովյան նավահանգիստներով։ Այդ դրանից պետք է խուսափել։ Հետևաբար ես կարող եմ ասել, որ կառավարությունը պետք է սկսի արդեն այսօրվանից սկսած այդ նարատիվը, խոսույթը պետք է շրջանառել թե փորձագիտական շրջանակներում եւ թե նաև մեր գործընկերների հետ հարաբերություններում, որ բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն միաժամանակ, այսինքն այն օրը, երբ առաջին գնացքը Ադրբեջանից անցնելու է Նախիջևան թրիփով, այդ նույն օրը պետք է առաջին գնացքը Իրանից անցնի Նախիջևանով Երևան հակառակողությամբ եւ այդ նույն օրը Հայաստանից գնացքը պետք է Գյումրիից անցնի Կարս եւ կամ գնա Ստամբուլով Եվրոպա կամ գնա օրինակի համար միջերկրածովյան նավահանգիստներ։ Այդա Հայաստանի կառավարությունը պետք է անի, որովհետեւ հակառակ պարագայում մենք ունենանք նորից եմ ասում մի իրավիճակ, երբ ընդհանրապես գործում է մի կապ Ադրբեջան, Նախիջևան, Թուրքիա, որից Հայաստանը գրեթե ոչինչ չի ստանում, որովհետեւ քանի որ ինքը շատ կարճ է, ընդհանրապես 42 կիլոմետր։ Նույնիսկ եթե մեզ ինչ որ տրանզիտ վճարներ անեն, տարբեր տնտեսագետներ հաշվարկներ էին արել, որ առավելագույնը մենք տարեկան $10 միլիոն կստանանք, որը ոչ մի բան չի այսօրվա աշխարհում։ Հայ-թուրքական սահմանը փակ է, Հայաստան-Նախիջևան սահմանը փակ է, ավելին Թրամփի գնալուց հետո էլ մեծանում է ռազմական էսկալացիայի վտանգը 2029-ից, այդ դրանից պետք է խուսափել։ Իդեպ մեր հեռուստադիտողին էլ հիշեցնեմ, ինձ հետ զրույցում այս տաղավարում ապավեն միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյան քարտեզներով ներկայացրեց եւ ասաց, այո, եթե ամբողջովին չափաշրջափակվեն եւ միաժամանակ Հայաստանը մեկուսացվում է։ Դրես համար ոչ միայն չի շահում, այլ վտանգները, ռիսկերը մեծանում են։ Այդ մասին նաև մեծ հետ զրույցում խոսել է Հարավային Կովկասի հարցերով փորձագետ դասախոս պատմական գիտությունների տեխնացու Էհսան Մովահեդյանը, հա, իրանցի փորձագետ, նաև նշել է, որ այս ծրագիրը նախ նշում է, որ տարածաշրջանային միջանցքների շուրջ մրցակցությունը արտաքինից տնտեսական բնույթ ունի, սակայն այն իրականում մաս է կազմում տարածաշրջանում աշխարհաքաղաքական եւ ռազմական գերիշխանության համար մղվող լայն մրցակցության ուղղված Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական շրջափակմանը եւ ասում է Իրանի դիմադրության պատճառով Իսրայելի, Թուրքիայի եւ Բաքվի կողմից Զանգեզուրի միջանցք ստեղծելու ձախողումից հետո նրանք դիմեցին Միացյալ Նահանգներին եւ առաջ մղեցին Թրամփի երթուղու ծրագիրը։ Եվ այս ծրագիրը կհանգեցնի ԱՄՆ-ի տնտեսական եւ քաղաքական ներկայությանը Իրանի սահմանին, ինչը կվտանգի Իրանի անվտանգությունը, կխորացնի նրա աշխարհաքաղաքական շրջափակումը եւ կհանգեցնի Իրանի դուրս մղմանը ապրանքների եւ էներգակիրների փոխադրման կարևոր միջանցքներից։ Այսինքն ՆԱՏՕ-ի ներկայությունը այդտեղ լուրջ խնդիր է։ Եվ դրանով է թերևս պայմանավորված, որ Ջեֆրի Սաքսը մեծ հետ զրույցում ասաց, ապշած էր Հայաստանի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդ ստորագրած թղթից, ասաց ինչու են այդ ոչ խելամիտ քայլին գնացել Հայաստանի իշխանությունները, ասաց ինչ խաղաղության մասին խոսք չկա։ Եվ այդպիսով ասում է Հայաստանը օգոստոսի 8-ի փաստաթղթով Հայաստանը ներքաշում են Հայաստանի իշխանությունները Իրано-իսրայելական նոր պատերազմի մեջ։ Ինչքանով է սա հավանական սցենար։ Այն որ Իրано-իսրայելական նոր պատերազմի հավանականությունը բավականաչափ մեծ է եւ վախենամ եթե այս Գազայի այսպես ասած խաղաղության պլանը գոնե մասամբ իրականացվի, դա ավելի կմեծանա, որովհետեւ բեկում է առաջանալու։ Բացի բեկումից Նետանյահուի համար, Իսրայելի վարչապետի համար անընդհատ պետք են լարվածություն, էսկալացիա, պատերազմներ, որովհետեւ ինքը մնա իշխանության։ Հակառակ պարագայում կզրկվի իշխանությունից եւ կհայտնվի բանտում, որովհետեւ այդ բոլոր կոռուպցիոն հարցակցությունները, հետաքննությունները նրա դեմ դեռ շարունակվում են։ Պարզապես սառեցված են, որովհետեւ նա պատերազմական իրավիճակում Իսրայելի վարչապետ է։ Հետեւաբար իմ գնահատմամբ, եթե Գազայի հատվածում այս Թրամփի պլանը թեկուզ մասամբ իրականացվի եւ
ռազմական գործողությունները դադարեն, պատանները ազատ արձակվեն եւ սկսվի ինչ-որ process, որը գոնե որոշ ժամանակ իրավիճակը կմեղմի, ապա իմ գնահատմամբ Իրանի դեմ Իսրայելի նոր հարձակման հավանականությունը մեծանում է, ընդ որում չի բացառվում կրկին Միացյալ Նահանգների ներգրավմամբ։ Դա կարող է լինել ընդհանուր մինչև 2025-ի ավարտը, այսինքն առաջիկա 2.5 ամիսների ընթացքում կամ գուցե 2026 թվականի սկզբին։ Ինչ վերաբերում է ինչու է Հայաստանը գնացել օգոստոսի 8-ի ստորագրմանը, մենք արդեն նշեցինք, որ 2025 թվականի սկզբին, այսպես ասած, կային տարբեր ազդակներ, որ Ադրբեջանը չի բացառում լայնածավալ ռազմական հարձակումը Միջանցքի բացման համար։ Հետևաբար իհարկե ովքեր ստորագրել են իրենք, ինչպես ասում են, հստակ կարող են ասել կամ ռեալ ինչն է հիմնական պատճառը եղել, բայց իմ գնահատմամբ էական պատճառներից մեկը դա Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակման գոնե կարճաժամկետ 1-ից 3 տարի ժամկետով հավանականության նվազեցումն էր, որտեղ նորից եմ ասում 2025 թվականի սկզբին կամ 2024-ի նոյեմբերից հետո, երբ COP-ը ավարտվեց Ադրբեջանում, կային տարբեր քննարկումներ, այդ թվում փորձագիտական, որ հիմա արդեն Ադրբեջանին ոչինչ չի խանգարում կիրառել ռազմական ուժ եւ հասնել իր պատկերացրած Միջանցքի բացմանը։ Որտեղ մինչև COP29-ը բոլորը կար ընկալում, որ դժվար թե Ադրբեջանը դիմի լայնածավալ ռազմական գործողության։ Որտեղ այդ միջոցառումը կարևոր է։ Այսինքն 24-ի նոյեմբերի վերջից սկսած կար ընկալում, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է դիմել ռազմական էսկալացիայի։ Ինձ թվում է Հայաստանը համաձայնվեց ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, գիտեք այդ երկու հոդվածի հետ կապված 6 ամիս քննարկում էր։ Առաջինը ընդունեց այդ երկու կետերը, մտածելով որ դա կնվազեցնի էսկալացիայի հավանականությունը, բայց դրանից հետո Ադրբեջանը ընդհանրապես ավելի սրեց։ Հիշում եք, ամեն օր կրակում էին եւ ամեն օր մեղադրում էին, որ Հայաստանն է կրակում։ Այո, դրա եւ ադրբեջանամետ լրատվամիջոցները 2025-ի մարտից հետո ասում են, որ քանի որ Հայաստանը կրակում է, հետեւաբար մենք իրավունք ունենք կիրառել ուժ։ Այսինքն պարզ դարձավ, որ միայն խաղաղության տեքստի համաձայնեցումը բավարար չէ էսկալացիայի հավանականությունը նվազեցնելու համար։ Որտեղ էսկալացիայի հավանականությունը չնվազեց, մի բան էլ աճեց 2025-ի մարտի 13-ից հետո։ Հետևաբար իմ գնահատմամբ հիմնական պատճառներից մեկը այս ամերիկյան առաջարկի ընդունման դա այդ էսկալացիայի հավանականության նվազեցումն էր որոշակի ժամանակահատվածով մենք արդեն քննարկել ենք որ գուցե մինչև 2028 թվականի ավարտը, քանի դեռ պարոն Թրամփը, որը կարծես չստացավ խաղաղության Նոբելյան մրցանակը ավելի այո մեր դարդերը շատացան այս կոնտեքստում հարցս Համասի քանի որ Համասը այս ռեգիոնում համարվում է ոչ միայն մերձավոր արևելքում համարվում է Իրանի գլխավոր հենակետերից մեկը Համասի չեզոքացումը այս փուլում ինչպիսի հետևանքներ կունենա Իրանի հետևաբար նաև հարավային Կովկասի ու Հայաստանի համար Այս փուլը ասելով նկատի ունենք այն տեղեկությունները, որ Իրանը ակտիվ սպառազինվում է Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջոցով պատրաստվելով ռեգիոնում հերթական լայնածավալ սրացման փուլին։ Տեսեք, նախ որքանով ես եմ տեղակ, Համասի հետ ինտենսիվ նաև Թուրքիան է աշխատում։ Այո։ Այնպես որ ասել, որ օրինակ ես Համասին եւ Հեզբոլային, չնայած ինքս այդ ոլորտի նեղ մասնակից չեմ, բայց Համասին եւ Հեզբոլային նույն հարթության մեջ չի տեղադրել։ Եթե Հեզբոլայը միանշանակ պրոիրանական ուժ է, Համասը ինտենսիվ աշխատում է նաեւ Թուրքիայի հետ եւ կա նաեւ Թուրքիայի զգալի ազդեցություն։ Սա մեկ։ Եվ հետաքրքիր է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասնել Հեզբոլային, չնայած այնտեղ մոտ տարվա սկզբին կամ 24-ի վերջին համաձայնագրի ստորագրվեց զինադադարի, բայց Իսրայելը շարունակում է Հեզբոլային հարվածներ հասցնել, հետեւաբար Հեզբոլայի դերը շարունակում է թուլանալ։ Արդյոք Համասը ամբողջությամբ չեզոքանա թե ոչ շատ բարդ է ասել, որտեղ այս պայմանագիրը պարզ է, որ հիմա կստորագրվի, պատանները կազատ կարձակվեն, բայց սա այնքան բարդ ծրագիր է, միջազգային ուժեր պետք է տեղակայվեն, կոմիտե պետք է ստեղծվի, Թոնի Բլեր եւ այլն։ Պարզ է, որ Համասը ամեն ինչ անելու է, որ ինչ-որ ներկայություն Գազայի հատվածում պահպանի։ Հետեւաբար վստահ չեմ կարող ենք խոսել Համասի չեզոքացման մասին, բայց այն, որ Իրանը, Իսրայելը շարունակում է թուլացնել Հեզբոլային եւ գնալով մեծանում է Իրան-Իսրայել ռազմական նոր բախման հավանականությունը, դա փաստ է եւ բնականաբար Իրանում դա մեծից ավելի լավ են հասկանում եւ իրենք շատ ավելի ինֆորմացիա ունեն։ Հետեւաբար այո, պարզ է, որ Իրանը պետք է ինտենսիվ պատրաստվի Իսրայելի հետ հնարավոր նոր բախմանը, հասկանալ է, որ իրենք վերլուծում են, ինչ տեղի ունեցավ 2025-ի հունիսին, ինչպես եղավ, որ իրենց ռազմաքաղաքական ղեկավարության մի մասը ոչնչացվեց հենց Իրանի ներսում գործող գործակալական ցանցի միջոցով, ենթադրեմ փորձելու են այնպես անել, որ այդ գործակալական ցանցը մասամբ կամ ամբողջությամբ վերացնել եւ նաեւ պարզ դարձավ, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը բավարար չէ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ժամանակակից զենքերի դեմ, այս համատեքստում տրամաբանական է, որ փորձեն գնել ժամանակակից հակաօդային միջոցներ։ Գիտեք, կան տվյալներ, իսկությունը չեմ կարող ասել, որ արդեն S400 կա Իրանում, որ Չինաստանի ժամանակակից հակաօդային պաշտպանություն են գնել, բայց ընդհանուր առմամբ նորից եմ ասում,
Իսրայել-Իրան, գուցե Միացյալ Նահանգների մասնակցությամբ ռազմական բախման հավանականությունը գնալով մեծանում է, դա կարող է տեղ ունենալ նաև մինչև 2025 թվականի ավարտ, եւ հասկանալի է, որ դա Հայաստանի համար հաստատ լավ բան չի լինելու։ Հիմա շատ բարդ է ասել ինչ կլինի հետևանքները, որտեղ մենք չգիտենք իսկ ընդհանրապես այդ ռազմական բախման հետևանքները ինչպիսին կլինեն, բայց ամեն դեպքում որ սա Հայաստանի համար դրական զարգացում չէ, դա միանշանակ։ Եվ իհարկե դուք ձեր խոսքում ասացիք, պարոն Պողոսյան, որ Ալիևը զգուշ է, այնպես չի որ հա մտածում է քայլեր անելուց առաջ, բայց չեմ կարծում որ Ալիևը ինքնուրույն է, կա Մեծ Բրիտանիայի ազդեցությունը, կա Իսրայելի ազդեցությունը, կա Թուրքիայի ազդեցությունը, չէ՞ ի վերջո, սա պետք է հաշվի առնել եւ չեմ կարծում որ ինքնուրույն առանց նրանց շահերը հաշվի առնելու Ալիևը կարող է որևէ հա քայլ անել նույնիսկ։ Եվ մեր զրույցի ավարտին անպայման ուզում եմ անդրադառնալ Գաբալայում թուրքախոս պետությունների կազմակերպության ընթացքում արված այդ վերջին գագաթնաժողովի ընթացքում Ալիևի եւ Էրդողանի հերետորաբանությանը, որովհետեւ նրանց նախորդ ելույթներից բավական տարբեր էին, նախորդ հավաքների ելույթներից, ներկայումս այս կազմակերպությունը փորձում են վերածել, զգացում է ռեգիոնալ, հա, աշխարհաքաղաքական նույնիսկ բևեռի են ուզում վերածել, եւ այստեղ ինձ շատ հետաքրքիր էր այն, որ շատ էին խոսում այդ Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների մասին, ամեն մեկը իր ձևով, որը Զանգեզուրի միջանցք էր ասում, որը իբրև թե, չգիտեմ, ինչ նշանակություն է ունենալու այդ թրիփը, եւ շեշտում էին, թե ինչպիսի հնարավորություններ են թուրքական աշխարհի առջև բացում Վաշինգտոնյան այդ պայմանավորվածությունները, այսինքն իրենք համաթուրքական կոնտեքստում էին ներկայացնում մեր Սյունիքը։ Հիմա իրենք կասեն Զանգեզուրի միջանց թե թրիփ թե ինչ կասեն, մեր Սյունիքը ներկայացվում էին այդ համաթուրքական կոնտեքստում։ Հիմա չի ստացվում, որ Վաշինգտոնում այդ ինչ որ կնքվեց, դա կապիտալիզացնում են թուրքական երկրները։ Տեսեք, այն որ միշտ էլ գոնե Ադրբեջանի Թուրքիայի համար կենտրոնական Ասիան վստահ չէ, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հասկանալի էր, որ այս թրիփը Զանգեզուրի միջանցքը դա այսպես ասենք դիտարկվում է նաեւ այս պանթուրքիզմի կամ համաթուրանականության տրամաբանության մեջ, դա փաստ էր։ Եվ վերջին 2 տարիների ընթացքում Ադրբեջանը ինտենսիվ հարաբերությունների զարգացում է կենտրոնական Ասիայի պետությունների հետ, այդ թվում քաղաքական եւ ռազմական։ Դրա համար աշխարհաքաղաքական բևեռ են ներկայացնում։ Նաեւ բազմաթիվ զորավարություններ են եղել։ Ադրբեջան-Ղազախստան, Ադրբեջան-Ուզբեկստան, համատեղ զորավարություններ Ադրբեջան-Ղազախստան-Ուզբեկստան, համատեղ զորավարություններ 3 պետություններ պլյուս Թուրքիա, եւ թե Ադրբեջանը եւ թե Թուրքիան անդադ առաջ են քաշում այդ գաղափարը, որ այս նոր ձևավորվող աշխարհում, քանի որ այդ միաբևեռ աշխարհը կարծես թե աշնանաբար պատմության գիրկն է անցնում, թուրքական աշխարհը պետք է լինի առանձին բևեռ, որտեղ ընդհանուր առմամբ ունի 1 տրիլիոն դոլարի հասնող համախառն ներքին արդյունք, չգիտեմ 160 միլիոն մարդիկ, լավ ժողովրդագրություն եւ այլն եւ այլն։ Եվ իհարկե, երբ որ զուտ քարտեզին ենք նայում, հասկանում ենք, որ Թուրքիան, որպեսզի ավելի ինտենսիվ ներկա լինի կենտրոնական Ասիայում, իրեն պետք է շատ լավ սերտ կապեր, այդ թվում նաեւ ենթակառուցվածքային կապեր Ադրբեջանի հետ։ Իհարկե, այդ կապերը կան Իրանի տարածքով եւ Վրաստանի տարածքով, բայց նախ Վրաստանի տարածքով ինքը բավականաչափ երկար է, մի քանի 100 կիլոմետր, իսկ Իրանի տարածքով հասկանալի է, որ Իրանը ամեն ինչ անելու է, որպեսզի հարավային Կովկասում Թուրքիան դոմինանտ չդառնա։ Այսինքն այստեղ կա աշխարհաքաղաքական մրցակցություն։ Հետեւաբար, եթե 2 ուղիներ կան, բայց մեկը երկար է զուտ ճանապարհի իմաստով, պլյուս հիմա Վրաստանն էլ կարծես թե փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել եւ արդյոք ինչքանով են նրանք վստահ, որ այդ Վրաստանի ճանապարհը անխափան է գործելու, դա էլ է հարցական։ Իսկ այստեղ խոսում ենք ընդհանրապես 42 կիլոմետրի մասին, որովհետեւ կա Թուրքիա-Նախիջևան ցամաքային կապ։ Հետևաբար զուտ քարտեզին նայելով հասկանալի է, որ Սյունիքով Թուրքիայի կապը Ադրբեջանի հետ ցանկացած բանական մարդ կհասկանա, որ դա էական նշանակություն ունի ընդհանրապես թուրքական աշխարհի միավորման, Թուրքիայի կենտրոնական Ասիայում ել ավելի ներկա լինելու համար։ Իսկ քանի որ դա նաև ավելի խոշոր խաղացողների կողմից ընկալվում է նաև հնարավորություն ստեղծել հավելյալ խնդիրներ Ռուսաստանի եւ Չինաստանի համար, ապա մենք ինչպես ասում են ուզած թե չուզած հայտնվում ենք շատ ավելի մեծ բարդ հաշվարկների համատեքստում։ Դեսա է, վտանգը սրանն է։ Շնորհակալ եմ պարոն Պողոսյան, ինչպես միշտ շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու Բենյամին Պողոսյանը։ Կհանդիպենք, հաջողություն ձեզ։